Կեղտոտ շորերով մի աղջկա հրապարակավ նվաստացրին, ընդամենը ջուր ուզելու համար։ Սակայն ոչ ոք չգիտեր, որ նա Երանցի հայտնի միլիոնատիրոջ դուստրն էր։ Նրա հայրը տեսնում էր ամեն ինչ, դասը պիտի լիներ լուռ, բայց հզոր։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք դիտում։ Շարունակենք։ Ամառային արը խիստ տաքացնում էր Երանի կենտրոնի սրտում, կենտրոն վարչական շրջանում գտնվող Արարատ Պլազա բիզնես կենտրոնի հայելային ապակիները։ Այդ վեհաշուկ շենքի ամբողջ առաջին հարկը զբաղեցնող բանկի մասնաճյուղի ներսում սառը օդորակիչը հակադրվում էր փողոցների խեղդող շոգին։ Իտալական մարմարե հատակն արտացոլում էր էլեկտրոնային վահանակների սառը լույսերը, որոնք անդադար կանչում էին հերթի համարներ մեխանիկական ռիթմով, որը կարծես թելադրում էր այդ միջավայրի տեմպը։ Սովորական երեքշաբթի էր, այն օրերից, երբ առօրյան կլանում էր ցանկացած անակնկալի հնարավորություն։ Գլխավոր վաճառասեղանի հետում երկու սպասարկող աշխատակցուհիներ իրենց ուշադրությունը բաժանել էին համակարգիչների էկրանների անդադար թրթռացող ծանուցումներով բջջային հեռախոսների միջ։ Անահիտը, ամենաերիտասարդը, կարմիր լաքով անթերի ներկված եղունգներով, քիչ-քիչ ծիծաղում էր, երբ գործընկերուհուն ցույց էր տալիս մի տեսանյութ, որտեղ մի ինֆլ. Ուենսեր պատմում էր անցած հանգստյան օրերի երեկույթի մասին։ Սոնան, մի փոքր ավելի մեծ, բայց նույնքան անտարբեր մասնաճյուղի չափավոր շարժի նկատմամբ, մեկնաբանում էր զգեստը, որը գնել էր թաղամասի թանկարժեք բուտիկներից մեկից։ Երկուսը կազմում էին մի զույգ, որին ճանաչում էին մասնաճյուղի բոլոր աշխատակիցները։ Արդյունավետ էին, երբ ուզում էին, հատկապես, երբ հաճախորդը կարևոր ազգանուն ուներ կամ տնօրինում էր գումարներ, որոնք ստիպում էին աչքերին փայլել։ Մյուսների համար, նրանց, ովքեր գալիս էին հասարակ հագուստով, ձեռքներում ճմրթված փաստաթղթերով, աչքերում կասկածներով, սպասարկումը տարբեր էր։ Ավելի սառը, ավելի շտապողական։ Երբեմն պարզապես բացակայող, թողնված հետոյի, միշտ հետոյի համար։ Ռուբեն Կարապետյանը, մասնաճյուղի կառավարիչը, 42 տարեկան էր, ուներ թվերի, նպատակների, անթերի հաշվետվությունների վրա կառուցված կարիերա։ Բարձրահասակ, մազերը միշտ գելով հետ սանրված, լավ կտրված կոստյումներով, իտալական կաշվե պայուսակը միշտ թիտակ, նա շրջում էր մասնաճյուղի տարածքով, ինչպես մեկը, ով քայլում է իր սեփական տարածքով։ Ռուբենի համար յուրաքանչյուր հաճախորդ թիվ էր։ Յուրաքանչյուր հաշիվ, պոտենցիալ։ Յուրաքանչյուր շփում, վաճառքի հնարավորություն կամ խոչընդոտ իր ամսական նպատակների համար։ Նա վաղ էր սովորել, դեռ կարիերայի առաջին տարիներին, որ բանկերը զգացմունքների տեղ չեն։ Դրանք ընկերություններ են։ Բիզնես։ Եվ բիզնեսն արվում է նրանց հետ, ովքեր փող ունեն շրջանառելու, ներդնելու, բազմապատկելու։ Մյուսները նրանք, ովքեր գալիս էին հասարակ հաշիվ բացելու, քարտի հետ կապված խնդիրներ լուծելու, ուշացած վճարումներ կատարելու, սպասարկվում էին, որովհետև դա անհրաժեշտ էր, որովհետև դա արարողակարգի մաս էր, բայց երբեք նույն խանդավառությամբ, երբեք նույն ուշադրությամբ, որը նվիրվում էր հատուկ հաճախորդներին։ Ռուբենը ամեն ինչ դիտում էր իր ապակեպած սենյակից, որտեղից կարող էր տեսնել գլխավոր սրահի ողջ շարժը, առանց ուղղակիորեն ներգրավվելու։ Նրան դուր էր գալիս այդ դիրքը։ Դուր էր գալիս վերում լինել, վերահսկել, առանց կեղտոտվելու առօրյա մանրամասներով։ Երբ անհրաժեշտ էր, դուրս էր գալիս, սեղմելու որե կարոր գործարարի ձեռքը, կնքելու որ խոշոր գործարք, ցույց տալու, որ ինքն այնտեղ է, ներկա, ուշադիր։ Մնացածի համար նա լիազորում էր։ Եվ Անահիտն ու Սոնան հստակ գիտեին, թե ինչպես էր նա սիրում, որ ամեն ինչ աշխատի։ Սրահի մյուս կողմում, մուտքի պտտվող դռան մոտ, պարոն Մանուկը կատարում էր իր հերթափոխը որպես անվտանգության աշխատակից։ 58 տարեկանում մուգ կապույտ համազգեստը միշտ անթերի, չնայած տարիների օգտագործմանը, նա ներկայացնում էր այն ամենը, ինչ այդ միջավայրը չէր, մարդկայնություն։ Պարոն Մանուկն ուներ աչքեր, որոնք դեռ գիտեին մարդկանց տեսնել։ Ձեռքեր, որոնք դեռ մեկնվում էին օգնելու տարեց կնոջը նստել, պահելու դուռը դժվարությամբ տեղաշարժվող մեկի համար, առաջարկելու մի բաժակ ջուր, երբ նկատում էր, որ ինչ-որ մեկը երկար է սպասում։ Նա գիտեր այդ մասնաճյուղի կուլիսները բոլորից լավ։ Գիտեր միջանցքներում տեղի ունեցող խոսակցությունների, հասարակ հաճախորդների մասին չարախինդ մեկնաբանությունների, ծիծաղի մասին, երբ ինչ-որ մեկը մտնում էր բանվորական հագուստով անտեսվում սպասարկողների կողմից։ Պարոն Մանուկին դուր չէր գալիս այն, ինչ տեսնում էր։ Բայց նա չգիտեր, ինչպես փոխել դա։ Ի վերջո, նա ընդամենը անվտանգության աշխատակից էր։ Նրա գործառույթը վայրի ֆիզիկական անվտանգության ապահովումն էր, ոչ թե մարդկանց բարոյականության։
Այնուամենայնիվ, նա անում էր այն, ինչ կարող էր։ Փոքրիկ ժեստեր, որոնք գուցե չէին փոխում աշխարհը, բայց տարբերություն էին ստեղծում նրանց համար, ովքեր դրանք ստանում էին։ Մի բարի խոսք, մի անկեղծ ժպիտ, մի զուսպ օգնություն։ Դրանք նրա լուր դիմադրության գործողություններն էին այդ վայրի սառնության դեմ։ Այդ երեքշաբթի կեսօրին շարժը հանգիստ էր։ Մի քանի գործարարներ արագ անցնում էին, ստանալով արագ սպասարկում։ Մի էլեգանտ տիկին, թանկարժեք արային ակնոցներով բրենթային պայուսակով, վայելում էր Սոնայի ողջ ուշադրությունը, որը ժպտում համաձայնում էր հաճախորդի ասած ամեն ինչին։ Անկյունում միջին տարիքի մի կին, մոտակա արթրի կենտրոններից մեկի մաքրուհու համազգեստով, կանգնած սպասում էր, ձեռքին պահելով փաստաթղթերի թղթապանակ։ Արդեն 20 րոպե էր, ինչ նա այնտեղ էր, բայց Անահիտը միշտ ավելի հրատապ բան էր գտնում անելու, երբ նայում էր նրա ուղուտ։ Յամբ։ Պարոն Մանուկը նկատում էր։ Նկատում էր սրտում սեղմոց զգում, բայց ինչ կարող էր անել։ Զգուշորեն մոտեցավ կնոջը։ Օգնության կարիք ունեք, տիկին, հարցրեց նա ցածրաձայն։ Կինը ժպտաց, շնորհակալ լինելով ուշադրության համար։ Ուղղակի սպասում եմ, որ սպասարկեն։ Պետք է քարտիս հետ կապված մի խնդիր լուծեմ, բայց կարծես թե ոչ ոք ինձ այստեղ չի տեսնում։ Պարոն Մանուկը նայեց սպասարկողներին, որոնք զբաղված էին իրենց հեռախոսներով, քանի որ կարոր հաճախորդն արդեն գնացել էր։ Զայրույթ զգաց, բայց կուլ տվեց։ Թույլ տվեք տեսնեմ, ինչ կարող եմ անել, ասաց նա քայլեց դեպի վաճառասեղանը։ Անահիտ, այնտեղի տիկինը երկար ժամանակ է սպասում, ասաց նա զուսպ։ Անահիտը հայացքը բարձրացրեց հեռախոսից, նայեց կնոջը, վերադարձավ էկրանին։ Հերթի համար պետք է վերցնի, պարոն Մանուկ։ Չենք կարող բոլորին առանց հերթի սպասարկել։ Նա համար է վերցրել։ Արդեն 3 հոգի նրանից առաջ անցան։ Անահիտը թոթվեց ուսերը։ Շատ կուտակված գործեր ունենք։ Երբ հնարավոր լինի, կկանչենք։ Պարոն Մանուկը հոգոց հանեց, վերադարձավ կնոջ մոտ, ամաչել։ Ով, խնդրեց մի փոքր էլ համբերել։ Դա այն ամենն էր, ինչ նա կարող էր անել։ Մինչդեռ քաղաքի մյուս ծայրում ավելի քիչ արտոնյալ նոր վարչական շրջանում «Բարի ձեռքեր» անունով սոցիալական նախագիծը հյուրընկալում էր նվիրատուների աջակիցների։ Պարզ, բայց խնամված տարածքով շրջող խմբերի մեջ 5 տարեկան մի աղջիկ վազվզում էր մյուս երեխաների միջ, բարձր ծիծաղելով, նրա մանուշակագույն զգեստը ճոճվում էր, երբ նա համայնքից 3 աղջիկների հետ պարան էր թռչում։ Սոֆյան հատուկ երեխա էր։ Ոչ թե իր հոր ֆինանսական վիճակի պատճառով, այլ այն փայլի, որը կրում էր աչքերում։ Հետաքրքրասեր, խելացի, իր տարիքի համար չափազանց շատ խոսող, նա հարցեր տալու շնորհք ուներ, որոնք մեծահասակներին անպատասխան էին թողնում։ Ինչու է երկինքը կապույտ։ Ինչու են որոշ մարդիկ մեծ տներ ունենում, իսկ մյուսները ընդհանրապես տուն չունեն։ Ինչու է անկյունի հորեղբայրը փողոցում քնում, եթե ցուրտ է։ Հարցեր, որոնք անհանգստացնում էին, որովհետև դրանք պատված էին մի անմեղությամբ, որը պարտադրում էր ազնիվ պատասխաններ։ Գարեգին Շահնազարյանը, նրա հայրը, հեռ. վից դիտում էր, զրուցելով նախագծի համակարգողի հետ։ Բարձրահասակ, թխամաշկ խորը աչքերով, Գարեգինն ուներ մի ներկայություն, որը ուշադրություն էր գրավում, նույնիսկ երբ փորձում էր աննկատ մնալ։ 38 տարեկանում նա կրում էր մի պատմություն, որը քչերը գիտեին։ Լիբանանահայ ներգաղթյալների որդի, ովքեր Հայաստան էին եկել 80-ականներին, փախչելով մերձավոր Արևելքի հակամարտություններից, նա մեծացել էր, տեսնելով, թե ինչպես են ծնողներ նոր ու գիշեր աշխատում Երանի կենտրոնական շուկայի թաղամասում գտնվող գործվածքների փոքրիկ խանութում։ Գարեգինը վաղ էր սովորել փողի արժեքը։ Բայց նա սովորել էր մի բան ավելի կարևոր՝ արժանապատվության գինը։ Տեսնում էր, թե ինչպես էին որոշ հաճախորդներ վերաբերվում իր ծնողներին, ինչպես էին նրանց կասկածանքով նայում որոշ վայրերում, ինչպես էին ստիպված անընդհատ ապացուցել, որ իրենք ազնիվ են, աշխատասեր, հարգանքի արժանի։ Դա նրա մանկության վրա այնպիսի հետք էր թողել, որ երբեք չանցավ։ Շատ աշխատանքի գործարար խելքի շնորհիվ Գարեգինը ֆինանսական կայսրություն կառուցեց։ Սկսեց, գնելով արժեզրկված։ Անշարժ գույք, վերանորոգելով, վերավաճառելով։ Հետո ներդրումներ արեց ավելի փոքր ընկերություններում, ռազմավարական գործընկերություններ հաստատեց, երբ ընդամենը 30 տարեկան էր, կարողացավ գնել դժվարությունների մեջ գտնվող բանկային մասնաճյուղերի ցանցի բաժնետոմսերի մեծամասնությունը։ 8 տարում նա այդ ցանցը դարձրեց Երանի ամենակայուն շահութաբեր ցանցերից մեկը։
բայց փողը երբեք չփոխեց նրա էությունը։ Գարեգինը շարունակում էր անհանգստանալ անարդարություններից։ Աջակցում էր սոցիալական նախագծերին զուսպ, առանց աղմուկի, առանց ուշադրության կենտրոնում լինելու ձգտման։ Հավատում էր, որ ընկերություններն ունեն պատասխանատվություն, շահույթից բացի։ Եվ փորձում էր հնարավորության սահմաններում իր բիզնեսներում ստեղծել հարգանքի արժանապատվության մշակույթ։ Գարեգինի անձնական կյանքը, սակայն, իր սպիներն ուներ։ Սոֆյան մի հարաբերության պտուղ էր, որը չէր ստացվել։ Մայրը, ավանդական երանյան ընտանիքից մի իրավաբան, երբեք չկարողացավ ընդունել Գարեգինի աշխատանքային ռիթմը, նրա ծագումը, այն ձև, որով նա արժորում էր որոշ բաներ, որոնք նրա համար իմաստ չունեին։ Տարիներ շարունակ փորձելուց հետո բաժանումը եկավ։ Ցավոտ, բայց անհրաժեշտ։ Սոֆյայի խնամակալությունը բաժանվեց, բայց գործնականում աղջիկն ավելի շատ ժամանակ էր անցկացնում հոր հետ, քանի որ մայրը տեղափոխվել էր արտերկիր միջազգային ընկերությունում կարևոր պաշտոն ստանձնելու համար։ Այդպես Գարեգինը մնաց մենակ, փորձելով հավասարակշռել ֆինանսական կայսրության կառավարումը փոքրիկ, էներգիայով հարցերով լի աղջկա պահանջների հետ։ Նա վարձեց տիկին Անուշին 50 անց մի հրաշալի դայակի, որը դարձավ Սոֆյայի երկրորդ մայրը։ Բայց Գարեգինը պնդում էր, որ հնարավորինս ներկա լինի։ Աղջկան տանում էր դպրոց, ընթրում էր նրա հետ ամեն երեկո, երբ կարողանում էր, քնելուց առաջ հեքիաթներ էր կարդում։ Եվ ամենակարևորը, փորձում էր նրան սովորեցնել կարեկցանք, մարդկանց արտաքինից այն կողմ տեսնելու մասին, հնարավոր արտոնությունն օգտագործելու, աշխարհում տարբերություն ստեղծելու համար։ Այդ պատճառով, երբ հնարավոր էր, նա Սոֆյային տանում էր ծանոթանալու սոցիալական նախագծերին, որոնց աջակցում էր։ Ուզում էր, որ նա կանա, որ ոչ բոլորն ունեն այն, ինչ ինքն ունի։ Որ անհրաժեշտ է երախտագիտություն, խոնարհություն, պարտավորվածություն նրանց հանդեպ, ովքեր կարիքի մեջ են։ Այդ օրը Սոֆյան ամբողջ հոգով ու մարմնով նվիրվել էր խաղերին։ Ընկել էր հողոտ գետնին։ Ձեռքերը կեղտոտել էր ցեխով, օգնելով մի տղայի օդապարուկ բարձրացնել։ Քրտնել էր, վազել, խառնել գանգուր մազերը, որոնք տիկին Անուշն առավոտյան այդքան խնամքով սանրել էր։ Մանուշակագույն զգեստը հողի հետքերով էր, ոտքերը կեղտոտ, դեմքը կարմրած արի տակ այդքան վազելուց։ Երբ տուն գնալու ժամանակը հասավ, տիկին Անուշը փորձեց կարգի բերել աղջկան, բայց Սոֆյան չափազանց հոգնած էր հանգիստ մնալու համար։ Արդեն մեքենայում, տան ճանապարհին, Սոֆյան քնեց հետի նստատեղին։ Գարեգինը նայեց ներքին հայելուց, տեսավ դստերը, բերանը կիսաբաց քնած, մազափունջը կպած քրտնած դեմքին, ժպտաց։ Դա իր փոքրիկն էր։ Իսկական։ Ազատ։ Երջանիկ։ Պայմանավորվել էին արագ անցնել գլխավոր մասնաճյուղով, այն մեկով, որը կենտրոնում էր, որպեսզի Գարեգինը վերցնի որոշ կարևոր փաստաթղթեր, որոնք պետք էին հաջորդ օրվա հանդիպման համար։ Տիկին Անուշը կմնար մեքենայում քնած Սոֆյայի հետ, արագ կլիներ։ Բայց խցանումներն ավելի շատ էին, քան սպասվում էր, երբ հասան, արդեն ժամը 3-ն անց էր։ Արը շարունակում էր տանջել Երանի փողոցները։ Սոֆյան արթնացավ, երբ մեքենան կայանեց։ Շփոթված շուրջը նայեց, դեռ քնաթաթախ։ Որտեղ ենք, հայրիկ։ Մասնաճյուղում, սիրելիս։ Հայրիկը միայն մի քանի թուղթ կվերցնի, ու կգնանք տուն, լավ։ Ծարավ եմ, բողոքեց աղջիկը, լեզուն անցկացնելով չոր շուրթերին։ Երբ տուն հասնենք, սառը հյութ կխմես, լավ, պատասխանեց Գարեգինը, արդեն բացելով դուռը։ Տիկին Անուշը զբաղված էր հեռախոսով, պատասխանելով դստեր հաղորդագրություններին։ Սոֆյան, անհանգիստ իսկապես ծարավ օրվա ամենաշոգ մասում այդքան վազելուց հետո, նայեց պատուհանից։ Տեսավ ապակե հսկայական շենքը, տեսավ պտտվող դուռը, հիշեց, որ արդեն եղել էր այստեղ հոր հետ։ Գիտեր, որ ներսում ջուր կա։ Այնտեղ կար այն ջրի ցայտաղբյուրը, որը նրան միշտ հետաքրքիր էր թվում, իր բարձրացող ջրի պղպջակներով։ Հոգնած ծարավ երեխայի մղումով Սոֆյան բացեց մեքենայի դուռը, նախքան տիկին Անու կնկատեր։ Դայակը հեռախոսով տարված մի քանի վայրկյան ուշ նկատեց։ Երբ նայեց հետի նստատեղին, աղջիկն արդեն անցնում էր մայթը, դեպի պտտվող դուռը։ Սոֆյա, բղավեց տիկին Անուշը, բայց աղջիկն արդեն ներս էր մտել։ Ներսում պտտվող դուռը բաց թողեց մի փոքրիկ երեխայի խառնված մազերով, հողոտ ոտքերով, կեղտոտ զգեստով, քրտնած դեմքով։ Սոֆյան հետաքրքրությամբ շուրջը նայեց այդ լույսով լավ հագնված մարդկանցով լի վայրին։ Գաղափար չուներ, որ իր արտաքինը լիովին հակասում էր այդ միջավայրին։
Նրա համար դա պարզապես հոր մասնաճյուղն էր։ Մի վայր, որտեղ, տեսականորեն, նա պատկանում էր։ Դանդաղ քայլեց, դիտելով էլեկտրոնային վահանակները, կաշվե բազկաթոռները, փայլուն հատակը։ Եվ հետո տեսավ ջրի ցայտաղբյուրը, կողային պատին հենված։ Նրա աչքերը փայլեցին։ Դա հենց այն էր, ինչ պետք էր։ Քայլեց այնտեղ, ձգեց ձեռքերը, փորձելով հասնել կոճակին։ Իր տարիքի համար բարձրահասակ էր, բայց այնուամենայնիվ ստիպված եղավ ոտքի մատների վրա կանգնել։ Այդ պահին Անահիտը կողք նայեց, տեսավ նրան։ Կնճռելով ճակատը, թեթակի հրեց Սոնայի արմունկը, կզակով ցու։ Իծ տալով աղջկա ուղղությունը։ Երկուսը հայացքներ փոխանակեցին։ Սոնան աչքերը տնկեց, բացասական գլխով արեց։ Որտեղից հայտնվեց այս երեխան, շշնջաց Անահիտը։ Չգիտեմ։ Երի փողոցից է մտել։ Նայիր նրա հագուստին, պատասխանեց Սոնան, ձայնի մեջ զզվանքով։ Սոֆյան կարողացավ սեղմել կոճակը, ջուրը սկսեց հոսել։ Նա խոնարհեց դեմքը, փորձելով խմել, բայց ճնշումը ուժեղ էր, թրջեց նրա դեմքը։ Նա թեթ ծիծաղեց, զվարճալի թվաց։ Հեյ, Անահիտի ձայնը կտրեց օդը, բարձր կոպիտ։ Աղջիկը վախեցավ, բարձրացրեց ջրով թրջված դեմքը։ Չի կարելի դրան ձեռք տալ, չլսեցի՞ր։ Սոֆյան հետ քաշվեց ցայտաղբյուրից, շփոթված։ Ինչու՞ չէր կարող ջուր խմել։ Նա միշտ ջուր էր խմում, երբ ծարավ էր։ Հայրը միշտ ասում էր, որ կարող է ջուր խմել։ Փորձեց բացատրել, բարակ դեռ քնից ու հոգնածությունից մի փոքր դողացող ձայնով։ Ես ուղղակի ուզում էի ջուր խմել։ Ծարավ եմ։ Սոնան մոտեցավ, աղջկան վերից վար նայելով արամարանքի անհամբերության խառնուրդ արտահայտությամբ։ Իսկ դու ինչի՞ համար ես այստեղ մտել։ Այստեղ զբոսայգի չէ։ Չի կարելի այսպես մտնել։ Հա։ Իրիկս այստեղ է աշխատում, ասաց Սոֆյան անմեղորեն։ Երկու սպասարկողները հայացք փոխանակեցին, ծիծաղեցին։ Չոր, սարկաստիկ ծիծաղ, որը ստիպեց Սոֆյայի սրտին սեղմվել, առանց հասկանալու, թե ինչու։ Այո։ Հայրդ այստեղ է աշխատում, ասաց Անահիտը հեգնանքով։ Իսկ նա ինչ է անում։ Հավաքարար է։ Սոնան ավելի բարձր ծիծաղեց։ Նայիր նրա վիճակին, Ան։ Կարծես դատարկ հողամասից լինի դուրս եկել։ Ինչպես կարող էր նրա հայրն այսպիսի տեղում աշխատել։ Սոֆյան զգաց, որ արցունքները այրում են աչքերը։ Լավ չէր հասկանում, թե ինչ է կատարվում, բայց գիտեր, որ իրեն նվաստացնում են։ Նրանց ձայնի տոնը, նրանց նայելու ձը, այդ ծիծաղը։ Ամեն ինչ ցավեցնում էր։ Նորից փորձեց։ Ճիշտ եմ ասում։ Հայրիկս սեփականատերն է։ Նա վերում է աշխատում։ Դա արդեն չափն անցնում էր Անահիտի համար, որը բարձրաձայն ծիծաղեց։ Իհարկե, փոքրիկ։ Իսկ ես Հայաստանի նախագահն եմ։ Հիմա դադարիր հեքիաթներ հորինելուց դուրս արի այստեղից, մինչ որը մեկին չեմ կանչել, քեզ դուրս հանելու համար։ Որոշ հաճախորդներ սկսեցին նայել տեսարանին։ Մի ալեհեր տիկին, որը նստած սպաս։ Ում էր իր հերթին, կնճռեց ճակատը, անհանգստացած։ Ամուսինը նրա կողքին բռնեց նրա թը, երբ տեսավ, որ նա պատրաստվում է վեր կենալ։ Մի խառնվիր, Մարիամ։ Սա մեր խնդիրը չէ, չշնջաց նա։ Պարոն Մանուկը, որը սրահի մյուս կողմում օգնում էր, մի տարեց պարոնի բանկոմատից օգտվել, լսեց շարժը, նայեց։ Տեսավ փոքրիկ, կեղտոտ, վախեցած աղջկան, երկու մեծահասակ կանանց, որոնք նրա հետ կոպիտ էին վարվում։ Զգաց, որ արյունը եռում է։ Արագ ուղեկցեց պարոնին, գնաց դեպի տեսարանը։ Ինչ է կատարվում այստեղ, հարցրեց նա, փորձելով ձայնը հանգիստ պահել։ Անահիտը մատնացույց արեց Սոֆյային, կարծես խնդրի վրա լիներ մատնացույց անում։ Այս աղջիկը փողոցից է մտել այստեղ, պարոն Մանուկ։ Կեղտոտ է, անկարգություն է անում, ձեռք է տալիս ցայտաղբյուրին։ Պետք է նրան այստեղից հանել։ Պարոն Մանուկը նայեց Սոֆյային։ Տեսավ արցունքոտ աչքերը, դողացող ստորին շուրթը, կեղտոտ զգեստի փեշը սեղմող փոքրիկ ձեռքերը։ Նրա պապական սիրտը ցավեց։ Բայց նա ընդամենը երեխա է։ Չի կարելի նրա հետ այդպես վարվել, ասաց նա ցածրաձայն, որպեսզի հաճախորդները չլսեն։ Սոնա։ Փնթփնթաց։ Չենք կարող թույլ տալ, որ ցանկացած մեկը մտնի այստեղ, անի այն, ինչ ուզում է, պարոն Մանուկ։
Դուք դա գիտեք։ Եթե թույլ տանք, շուտով այստեղը հանդիպման վայր կդառնա։ Նա ընդամենը ջուր էր ուզում, փորձեց վիճել անվտանգության աշխատակիցը։ Ուրեմն թող գնա ուրիշ տեղ ջուր խմի։ Այստեղ բանկ է, ոչ թե սոցիալական աջակցության կենտրոն։ Ռուբենի ձայնը կտրեց վեճը։ Կառավարիչը դուրս էր եկել իր սենյակից, նկատելով շարժը։ Ինչ խնդիր կա, հարցրեց նա, արդեն դժգոհ դեմքով։ Անահիտը շտապեց բացատրել իր տարբերակը։ Այս աղջիկը հայտնվեց այստեղ ոչ մի տեղից, պարոն Կարապետյան։ Փողոցից մտավ, ամբողջովին կեղտոտ, ցանկանալով օգտվել ցայտաղբյուրից։ Մենք խնդրեցինք դուրս գալ, բայց նա պնդում էր, որ հայրն այստեղ է աշխատում, որ հայրը բանկի սեփականատերն է։ Նայեք նրա վիճակին։ Ակնհայտ է, որ հեքիաթներ է հորինում։ Ռուբենը անհամբերությամբ նայեց Սոֆյային։ Եվս մեկ խնդիր լուծելու համար մի օր, որն արդեն իսկ զբաղված էր։ Առավոտյան 3 հանդիպում էր ունեցել, ուշանում էր հաշվետվությունները ներկայացնելուց, հիմա պետք է զբաղվեր մի փողոցային երեխայի հարցով, որը մտել էր մասնաճյուղ։ Պարոն Մանուկ, խնդրում եմ, ուղեկցեք նրան մինչ ելք։ Եվ տեսեք, որ դռան մոտի աշխատակիցներին հրահանգները խստացնեք։ Չի կարելի թույլ տալ, որ այսպիսի բաներ տեղի ունենան։ Սոֆյան լսեց ամեն ինչ։ Հասկացավ, որ իրեն դուրս են հանում։ Որ ոչ ոք իրեն չի հավատում։ Որ ոչ ոքի չի հետաքրքրում, որ ինքը ծարավ է։ Արցունքները, որոնք զսպված էին, վերջապես հոսեցին։ Իջան կեղտոտ այտերով, մաքուր հետքեր թողնելով նախագծի խաղերից մնացած փոշու վրա։ Ես սուտ չեմ խոսում, հեկեկաց նա։ Հայրիկս այստեղ է աշխատում։ Ես ուղղակի ջուր էի ուզում։ Սոնան կորցրեց համբերությունը։ Բռնեց Սոֆյայի թից, ոչ շատ ուժեղ, բայց մի կոպտությամբ, որը հասկացրեց, որ աղջիկը ցանկալի չէ։ Հերիք է, աղջիկ։ Գնա դուրս։ Սոֆյան պոկվեց, վախեցած։ Հետ գնաց, ոտքը հարվածեց կաշվե բազկաթոռին, քիչ մնաց ընկներ։ Պարոն Մանուկը մոտեցավ, ավելի քնքուշ, փորձելով հանգստացնել։ Արի, աղջիկս։ Արի ինձ հետ։ Ես քեզ մի բաժակ ջուր կտամ, ու կտեսնենք, որտեղից ես եկել, լավ։ Աղջիկը չէր ուզում դուրս գալ։ Ուզում էր սպասել հորը։ Գիտեր, որ նա այնտեղ է, այդ շենքում, ինչ-որ տեղ։ Բայց վախենում էր այդ կանանցից, վախենում էր կոստյումով տղամարդուց, որը նրան նայում էր, կարծես միջատ լիներ։ Սկսեց ավելի բարձր լաց լինել։ Այդ պահին Գարեգին Շահնազարյանը դուրս եկավ մասնավոր վերելակից, որը տանում էր դեպի ստորգետնյա կայանատեղի վարչական հարկեր։ Նա շտապում էր, ձեռքին պայուսակ, նայում էր ժամացույցին։ Տիկին Անուշին Սոֆյային թողել էր մեքենայում, իսկապես արագ պետք է լիներ։ Բայց երբ անցավ փոքր միջանցքով, որը տանում էր դեպի գլխավոր նախասրահ, լացի ձայն լսեց։ Մի լաց, որը ճանաչում էր։ Կանգ առավ։ Սիրտը արագացավ։ Սոֆյան էր։ Համոզված էր։ Բայց ինչու պետք է նա լաց լիներ։ Ավելի արագ քայլեց, հրեց ապակե դուռը, որը բաժանում էր վարչական միջանցքները հանրային տարածքից, ծառեց։ Նրա դուստրը կանգնած էր սրահի մեջտեղում, լացում էր, արցունքի հետքերով կեղտոտ դեմքին, դիտվում էր բազմաթիվ աշխատակիցների հաճախորդների կողմից։ Պարոն Մանուկը փորձում էր նրան հանգստացնել, բայց աղջիկը միայն կրկնում էր, որ հորն է ուզում, որ հայրն այնտեղ է, որ սուտ չի խոսում։ Գարեգինը զգաց զայրույթի ցավի այնպիսի ուժեղ ալիք, որ ստիպված եղավ խորը շունչ քաշել, որպեսզի չսկսի բղավել։ Բայց դա վերահսկողությունը կորցնելու պահը չէր։ Դա հասկանալու պահն էր։ Տեսնելու։ Իր սեփական ընկերության մասին մի բան սովորելու, որը գուցե երբեք չէր նկատել, միշտ այդքան հեռու լինելով մասնաճյուղի առօրյայից։ Փոխանակ վազելու դստեր մոտ անմիջապես բացահայտելու, թե ով է ինքը, Գարեգինը մի քանի քայլ հետ գնաց, վերադարձավ միջանցք հանեց բջջային հեռախոսը։ Զանգահարեց շենքի անվտանգության կենտրոն, խնդրեց մուտք գործել մասնաճյուղի վերջին 15 րոպեների տեսախցիկների ձայնագրություններին։ Ուզում էր տեսնել ամեն ինչ։ Յուրաքանչյուր ժեստ։ Յուրաքանչյուր խոսք։ Յուրաքանչյուր հայացք։ Մինչդեռ սրահում պարոն Մանուկը կարողացել էր համոզել Սոֆյային նստել անկյունում գտնվող մի աթոռակի վրա, շարժից հեռու։ Աղջիկն այժմ ցածրաձայն լաց էր լինում, գրկելով սեփական ծնկները։
Անահիտն ու Սոնան վերադարձել էին վաճառասեղանի մոտ, դեռ միմյանց հետ մեկնաբանելով տեղի ունեցածը, ցածրաձայն ծիծաղելով կատակներ ելով։ Ռուբենը վերադարձել էր իր սենյակ, թեթացած, որ խնդիրը լիազորել էր։ Եվ Գարեգինը իր անձնական սենյակում մի քանի հարկ վեր, դիտում էր պատկերները, կոտրված սրտով սառը զայրույթից եռացող մտքով։ Տեսնում էր դստերը, անմեղ մտնող։ Տեսնում էր սպասարկողների զզվանքի հայացքը։ Լսում էր տեսախցիկների ձայնագրությամբ յուրաքանչյուր դաժան խոսք, յուրաքանչյուր չարախին ծիծաղ։ Տեսնում էր կառավարչի անտարբերությունը։ Եվ տեսնում էր նա պարոն Մանուկի անկեղծ փորձը մարդ լինել մի վայրում, որը մոռացել էր, թե ինչպես է դա արվում։ Այդ պահին Գարեգին Շահնազարյանը որոշում կայացրեց։ Դա պարզապես նկատողություն չէր լինելու։ Դա պարզապես աշխատանքից ազատում չէր լինելու։ Դա դաս էր լինելու։ Բոլորի համար։ Գարեգինն անջատեց մոնիտորը, մի քանի վայրկյան անշարժ կանգնեց, փորձելով վերահսկել շնչառությունը։ Նոր տեսած պատկերները դուրս չէին գալիս մտքից։ Սոֆյայի վախեցած դեմքը, հոսող արցունքները, թիծ քաշելը, դաժան ծիծաղը։ Եվ ամենավատն այն գիտակցությունն էր, որ սա եզակի դեպք չէր։ Եթե իր դստեր հետ այդպես էին վարվում միայն այն պատճառով, որ նա կեղտոտ էր, աղքատ տեսք ուներ, ապա ինչպես էին վարվում իրական հաճախորդների հետ, որոնք ամեն օր այդպիսի պայմաններում էին գալիս։ Քանի՞։ Աշխատող մայր, քանի՞։ Տարեց պարոն, քանի՞։ Կարիերան սկսող երիտասարդ արդեն նվաստացվել էր հենց այդ մասնաճյուղում, առանց իր իմացության։ Հարցը մուրճի պես խփում էր մտքին։ Նա միշտ հավատացել էր, որ իր ընկերությունները տարբերվում են, որ հարգանքի արժանապատվության իր արժեքները կիրառվում են։ Բայց գուցե սխալվում էր։ Գուցե վերին հարկերի գործառնական մակարդակի միջ հեռավորությունն ավելի մեծ էր, քան պատկերացնում էր։ Խորը շունչ քաշեց։ Նրան պլան էր պետք։ Հիմա իջնելը, բացահայտելը, թե ով է ինքը, Սոֆյային գրկելը, բոլորին աշխատանքից հեռացնելը հեշտ կլիներ։ Բայց դա չէր լուծի իրական խնդիրը։ Դա հստակ ցույց չէր տա, թե ինչն էր սխալ։ Դա չէր արձանագրվի։ Օրինակ չէր դառնա։ Նրան անհերքելի ապացույցներ, վկաներ, մի իրավիճակ էր պետք, որը հետագայում հնարավոր չէր լինի ժխտել կամ խեղաթյուրել։ Վերցրեց հեռախոսը, զանգահարեց Արմենին, իր իրավաբանական տնօրենին, վստահելի մարդուն։ Խոսակցություն։ Մնը կարճ էր, բայց հստակ։ Ուզում էր, որ Արմենը տնօրինությանս երկու անդամ զգուշորեն իջնեն մասնաճյուղ դիտեն։ Նրան վկաներ էին պետք այն բանի համար, ինչ տեղի էր ունենալու։ Արմենը, սովոր լինելով ղեկավարի արտասովոր խնդրանքներին, համաձայնեց առանց հարցեր տալու։ 10 րոպեից այնտեղ կլիներ։ Այնուհետ Գարեգինը նայեց իրեն պատուհանի արտացոլանքում։ Պաշտոնական հագուստով էր, բայց ոչ աչքի ընկնող։ Սպիտակ վերնաշապիկ, մուգ տաբատ, հասարակ կոշիկներ։ Ոչինչ, որ հարստություն չչար։ Դաստակից հանեց շվեյցարական ժամացույցը, դրեց դարակը։ Հանեց նա արծաթե մատանին, որը դեռ կրում էր, նույնիսկ բաժանումից հետո։ Ուզում էր հնարավորինս սովորական տեսք ունենալ։ Ցանկացած հայր, որը փնտրում է իր դստերը։ Դուրս գալուց առաջ զանգահարեց տիկին Անուշին, որը հուսահատ փնտրում էր Սոֆյային թաղամասով։ Հանգստացրեց դայակին, ասաց, որ աղջիկն ապահով է մասնաճյուղի ներսում, բայց որ պետք է տիկին Անուշը առայժմ դրսում մնա։ Չբացատրեց պատճառը, պարզապես վստահություն խնդրեց։ Բարի տիկինը, թե չհասկանալով, համաձայնեց։ Այնուհետ Գարեգինն իջավ սովորա։ Կամ վերելակով, այն մեկով, որից օգտվում էին աշխատակիցները, ոչ թե ղեկավարության մասնավոր վերելակով։ Ուզում էր հասնել այնպես, ինչպես կհասներ ցանկացած մարդ։ Երբ դռները բացվեցին առաջին հարկում, նա մեկ անգամ խորը շունչ քաշեց, քայլեց դեպի գլխավոր սրահ։ Սոֆյան դեռ նստած էր անկյունի աթոռակին, այժմ ավելի հանգիստ, բայց դեմքն ուռած էր այդքան լաց լինելուց։ Պարոն Մանուկը կարողացել էր նրան իր սեփական շշից մի բաժակ ջուր տալ, աղջիկը փոքր կումերով խմում էր, դեռ ժամանակ առ ժամանակ քթ քաշելով։ Անվտանգության աշխատակիցը մնում էր նրա կողքին, զուսպ հսկողություն իրականացնելով, ավելի շատ նրան պաշտպանելու, քան հսկելու համար։ Գարեգինը տեսավ տեսարանը, զգաց, որ սիրտը սեղմվում է։ Բայց պահպանեց ինքնատիրապետումը։
Քայլեց դեպի սպասարկման վաճառասեղանը, որտեղ Անահիտն ու Սոնան վերադարձել էին իրենց սովորական առօրյային, այժմ սպասարկելով մի երիտասարդ զույգի, որը տեղեկություններ էր ուզում ֆինանսավորման մասին։ Ներողություն, ասաց Գարեգինը քաղաքավարի։ Անահիտը հայացքը բարձրացրեց, արագ գնահատող հայացք նետեց, ինչպես նման մարդիկ ավտոմատ կերպով անում են։ Տեսավ միջին տեսքի տղամարդու, առանց թանկարժեք կոստյումի, առանց բրենդային պայուսակի, առանց այն կարողության տեսքի, որը սովորաբար ունենում են վեբ հաճախորդները։ Հոգոց հանեց, մի տեսակ անհամբեր։ Այո։ Ուզում էի իմանալ այնտեղի երեխայի մասին, ասաց Գարեգինը, գլխով ցույց տալով Սոֆյայի ուղղությունը, բայց առանց ուղիղ նրան նայելու։ Ինչ է պատահել։ Սոնան աչքերը տնկեց, ակնհայտորեն զայրացած, որ պետք է նորից բացատրի։ Ուղղակի մի աղջիկ է, որը փողոցից է մտել այստեղ։ Արդեն լուծել ենք, անվտանգության աշխատակիցը զբաղվում է։ Ինչու է պարոնը հետաքրքրվում։ Ես էլ հայր եմ, ստեց Գարեգինը, կամ ավելի ճիշտ, կիսաճշմարտություն ասած։ Անհանգստացա, տեսնելով երեխայի այդպես լաց լինելը։ Նա վնասվել է։ Ոչ, չի վնասվել, պատասխանեց Անահիտը մի տոնով, որը ցույց էր տալիս, որ խոսակցությունն անօգուտ է համարում։ Նա ուղղակի մտել էր այստեղ, ցանկանալով օգտվել ցայտաղբյուրից, մենք խնդրեցինք դուրս գալ, որովհետև չի կարելի, նա կամակորություն արեց, լաց եղավ, բայց արդեն անցել է։ Իսկ դուք չփորձեցիք պարզել, թե որտեղից է նա եկել։ Փնտրել ծնողներին, հարցրեց Գարեգինը, պահպանելով հանգիստ հետաքրքրասեր տոնը։ Երկուսը իրար նայեցին։ Սոնան թոթվեց ուսերը։ Մենք գործ ունենք անելու, պարոն։ Չենք կարող կորած երեխաներով զբաղվել։ Արդեն տեղեկացրել ենք անվտանգության աշխատակցին, թող նա տեսնի, ինչ անի։ Գարեգինը զգաց, որ զայրույթը բարձրանում է, բայց վերահսկեց։ Շարունակեց։ Իսկ նա ինչ-որ բան ասաց։ Բացատրեց, թե ինչու է մտել այստեղ։ Անահիտը թեթ ծիծաղեց։ Ասաց, որ հայրն այստեղ է աշխատում, որ հայրը բանկի սեփականատերն է։ Երեխայական բաներ, չէ՞։ Հեքիաթներ է հորինում։ Իսկ դուք համոզված եք, որ նա հորինում էր, ճնշեց Գարեգինը։ Սոնան փնթփնթաց, կորցնելով համբերությունը։ Պարոն, նայեք երեխային։ Նայեք, թե ինչ վիճակում է։ Ամբողջովին կեղտոտ, հին հագուստով, գրեթե բոբիկ։ Դուք իսկապես կարծում եք, որ բանկի սեփականատերը թույլ կտար, որ իր դուստրն այդպես շրջի։ Գարեգինը զսպեց պատասխանը, որը ցանկանում էր տալ։ Շունչ քաշեց։ Իսկ եթե նա ճիշտ էր ասում։ Եթե նա իսկապես այստեղի որեկարո։ Մարդու դուստրն էր։ Անահիտն այժմ ավելի բարձր ծիծաղեց։ Անհնար է։ Մենք ճանաչում ենք ղեկավարների ընտանիքները։ Նրանցից ոչ ոք փոքր դուստր չունի։ Եվ եթե ունենար էլ, հաստատ փողոցային աղջկա տեսք չէր ունենա։ Դա վերջին կաթիլն էր։ Գարեգինը զգաց, որ բավականաչափ տեսել-լսել է։ Արմենը մյուս տնօրեններն արդեն տեղավորվել էին նախասրահում, զուսպ, դիտում էին ամեն ինչ։ Տեսախցիկները ձայնագրում էին յուրաքանչյուր վայրկյան։ Վկաներ կային։ Ժամանակներ։ Նախքան շարունակելս, ասաց Գարեգինը, ամբողջովին փոխելով ձայնի տոնը, այժմ հաստատուն սառը, ուզում եմ մի քանի բան շատ հստակեցնել։ Առաջին, այդ երեխան ոչինչ չի հորինել։ Երկրորդ, դուք 5 տարեկան աղջկա հետ վարվեցիք արամարանքով, դաժանությամբ նախապաշարմունքով։ Երրորդ, ես ձեզ հնարավորություն կտամ վերանայելու ձեր ասած յուրաքանչյուր խոսքը, ձեր արած յուրաքանչյուր ժեստը, որովհետև մի քանի վայրկյանից հետո ոչինչ այլս նույնը չի լինի։ Երկու սպասարկողները գունատվեցին։ Նրա տոնը, կեցվածքը, էներգիայի հանկարծակի փոփոխությունը։ Ինչ-որ բան շատ սխալ էր։ Անահիտը գակազ։ Ինչի։ Մասին եք խոսում, պարոն։ Գարեգինը չպատասխանեց նրան։ Շրջվեց քայլեց այնտեղ, որտեղ Սոֆյան էր։ Աղջիկը, վերջապես տեսնելով հորը, ուրախության թեթացման խառնուրդ ճիչ արձակեց նետվեց նրա գիրկը։ Հայրիկ։ Հայրիկ։ Ես նրանց ասացի, որ դու այստեղ ես աշխատում, բայց նրանք չհավատացին։ Նրանք ինձ հետ վատ վարվեցին։ Գարեգինը ծնկի իջավ, դառնալով դստեր հասակին։ Մաքրեց արցունքները նրա դեմքից բութ մատով, համբուրեց ճակատը։ Գիտեմ, արքայադուստրս։ Ես ամեն ինչ տեսա։
Եվ հայրիկը հիմա դա կլուծի, լավ։ Սոֆյան գլխով արեց, դեռ կառչած նրա վզից։ Գարեգինը վեր կացավ, աղջկան գրկեց քայլեց հետ դեպի վաճառասեղան։ Անահիտն ու Սոնան այժմ լրիվ սպիտակել էին, աչքերը լայն բացված, սկսում էին հասկանալ։ Կառավարիչ Ռուբենը, որը նկատել էր շարժը, դուրս եկավ իր սենյակից։ Տեսավ Գարեգինին, կեղտոտ երեխային գրկած, երկուսը մտերմիկ տոնով զրուցում էին։ Գլխի խորքում ինչ-որ բան սկսեց տագնապի ազդանշաններ տալ, բայց նա դեռ չէր կարողանում կապել կետերը։ Գարեգինը նայեց սպասարկողներին։ Հիմա մի քանի ներկայացում կանեմ, որոնք պետք է որ ավելորդ լինեին։ Իմ անունը Գարեգին Շահնազարյան է։ Ես այս ֆինանսական հաստատության, այս շենքի հանրապետությունում սփռված 14 մասնաճյուղերի սեփականատերն եմ։ Եվ սա, ասաց նա, ցույց տալով դեռ գրկում գտնվող Սոֆյային, իմ դուստրն է, Սոֆյա Շահնազարյանը։ Այն աղջիկը, որին դուք նվաստացրիք, ծիծաղեցիք, թիթ քաշեցիք դուրս հանեցիք, որովհետև կարծեցիք, թե նա այստեղ լինելու իրավունք չունի։ Նախասրահում տիրող լռությունն ականջ ծակող էր։ Որոշ հաճախորդներ դադարեցրին իրենց գործերը դիտելու համար։ Պարոն Մանուկը, որը մի փոքր հեռու էր կանգնած, լայն բացեց աչքերը բնազդաբար ժպտաց, զգալով հսկայական բավարարվածություն։ Ռուբենը զգաց, որ ոտքերը դողում են։ Անահիտն առաջինը փորձեց խոսել, ձայնը դողացող դուրս եկավ։ Պարոն Շահնազարյան, ես չգիտեի մենք չ։ Ինչ չգիտեիր, Անահիտ, ընդհատեց Գարեգինը, ձայնը դեռ հանգիստ, բայց կտրուկ։ Չգիտեիր, որ նա իմ դուստրն է։ Թե։ Չգիտեիր, որ երեխայի հետ այդպես չեն վարվում, անկախ նրանից, թե ով է նա։ Պարոն, թյուրիմացություն էր, փորձեց Սոնան, ձեռքերը դողում էին։ Մենք կարծում էինք, թե ինչ։ Փողոցային երեխա։ Աղքատ աղջիկ։ Եվ դա արդարացնում է դաժանությունը, Գարեգինը չէր բղավում, բայց նրա խոսքերն ունեին դատավճռի ծանրություն։ Դուք ծիծաղեցիք իմ դստեր վրա։ Ծաղրեցիք, երբ նա ճշմարտությունն ասաց։ Ուժով քաշեցիք նրան։ Ծարավ երեխային ջուր մերժեցիք։ Եվ ամենավատը, այս ամենն արեցիք հաճախորդների, գործընկերների առաջ, առանց մի կաթիլ ամոթի կամ մարդկայնության։ Ռուբենը վերջապես մոտեցավ, փորձելով վերահսկել իրավիճակը, որն ակնհայտորեն լիովին դուրս էր եկել վերահսկողությունից։ Պարոն Շահնազարյան, եթե ես իմանայի, որ աղջիկը ձեր դուստրն է, երբեք թույլ չէի տա։ Եվ հենց դա է խնդիրը, Ռուբեն, կտրեց Գարեգինը, շրջվելով նրան դեմ առ դեմ։ Երբեք թույլ չէիր տա ինչ։ Որ նրան դուրս հանեին։ Այսինքն, եթե նա սովորական հաճախորդի դուստրը լիներ, իսկապես աղքատ երեխա, ընդունելի կլիներ նրա հետ այդպես վարվելը։ Ռուբենը բացեց բերանը, փակեց, նորից բացեց։ Պատասխան չուներ։ Այդ պահին ասած ցանկացած բան իր դեմ կօգտագործվեր։ Եվ նա դա գիտեր։ Գարեգինը շարունակեց, այժմ նայելով նախասրահի բոլորին։ Կարծում եք, ես չգիտեմ, թե ինչ է կատարվում այստեղ։ Կարծում եք, քանի որ ես աշխատում եմ վերին հարկերում, հանդիպումների հաշվետվությունների մեջ, ես չեմ տեսնում, թե ինչպես են մարդկանց վերաբերվում։ Իմ դուստրն այսօր ինձ ցավոտ, բայց անհրաժեշտ նվեր մատուցեց։ Նա ինձ ցույց տվեց հստակ անհերքելի կերպով, որ այս մասնաճյուղը, որը պետք է ներկայացներ այն արժեքները, որոնք ես այդքան քարոզում եմ, դարձել է մի վայր, որտեղ մարդկանց չափում են բանկային հաշվի չափով, հագուստի ապրանքանիշով, արտաքին տեսքով։ Մի տարեց տիկին, որը նստած սպասում էր սպասարկման, վեր կացավ։ Դա նույն այն կինն էր, որն ավելի վաղ անհանգստացել էր, բայց ամուսինը թույլ չէր տվել խառնվել։ Այժմ, սեփականատիրոջ ներկայությունից նոր քաջություն ստացած, նա խոսեց։ Ես եմ շնորհակալ պարոնին այս մասին խոսելու համար։ Ես ինքս այստեղ բազմիցս վատ սպասարկման եմ արժանացել։ Նրանք, ասաց նա, մատնացույց անելով Անահիտին ու Սոնային, դեմք են ծամում, երբ տեսնում են, որ մեր հաշվին շատ գումար չկա։ Մեզ վերաբերվում են, կարծես անհարմարություն լինենք։ Մյուս հաճախորդները սկսեցին համաձայնության տրտունջներ հանել։ Գարեգինը գլխով արեց, շնորհակալություն հայտնելով տիկնոջ քաջության համար։ Հենց այդ պատճառով այն, ինչ այսօր այստեղ տեղի ունեցավ, անհետանք չի մնա։ Բայց դա գաղտնի պատիժ, զուսպ աշխատանքից ազատում չի լինի։ Ոչ։ Սա կդառնա ուղենիշ։ Օրինակ։ Իրական փոփոխություն։ Գարեգինը կանչեց Արմենին մյուս երկու տնօրեններին, որոնք մոտեցան։ Շրջվեց դեպի Ռուբենը։
Դուք անմիջապես ազատվում եք կառավարչի ձեր պարտականություններից։ Դուք կենթարկվեք ներքին վարչական գործընթացի, կախված եզրակացություններից կարող եք իջեցվել պաշտոնում կամ հեռացվել։ Առաջիկ. Այս 30 օրերի ընթացքում դուք կանցնեք մարդասիրական սպասարկման, կարեկցանքի սոցիալական ներառման ինտենսիվ դասընթաց։ Եթե ցանկանում եք շարունակել աշխատել այս ընկերությունում, պետք է ապացուցեք, որ սովորել եք, որ պաշտոնը մարդկանց արամարանքով վերաբերվելու իրավունք չի տալիս։ Ռուբենը գլուխը խոնարհեց, նվաստացած, բայց առարկելու քաջություն չունենալով։ Այնուհետ Գարեգինը նայեց Անահիտին ու Սոնային։ Դուք երկուստ ազատված եք աշխատանքից պատճառաբանված հիմքով։ Մարդկային ռեսուրսների բաժինը փաստաթղթերը կմշակի դեռ այսօր։ Այս ընկերությունում տեղ չկա մարդկանց համար, ովքեր ծիծաղում են երեխաների վրա, ովքեր ջուր են մերժում ծարավին, ովքեր մարդկանց դատում են հագուստով։ Վերցրեք ձեր անձնական իրերը, հեռացեք։ Երկուսը սկսեցին լաց լինել։ Սոնան փորձեց աղաչել. Պարոն, խնդրում եմ, ինձ այս աշխատանքը պետք է։ Ես վճարումներ ունեմ անելու, ես։ Եվ այն կինը, որին դուք այսօր կես ժամ կանգնած սպասեցրիք, նույնպես վճարումներ ունի անելու, ընդհատեց Գարեգինը։ Այն տարեց պարոնը, որին դուք անցած շաբաթ անտեսեցիք, նույնպես կարիքներ ունի։ Այն տասնյակ մարդիկ, որոնց դուք վատ եք վերաբերվել ամիսների ընթացքում, նույնպես պատմություններ ունեն։ Տարբերությունն այն է, որ նրանք չունեին մեկին, ով կխոսեր իրենց անունից։ Այսօր իմ դուստրը խոսեց այդ բոլոր մարդկանց անունից։ Եվ ես այստեղ եմ երաշխավորելու, որ այդ ձայնը լսելի լինի։ Այնուհետ Գարեգինը շրջվեց դեպի պարոն Մանուկը։ Դուք, պարոն Մանուկ, միակ մարդն եք, ով փորձեց արժանապատվություն բերել այս իրավիճակին։ Տեսախցիկներով տեսաք, թե ինչպես ջուր առաջարկեցիք իմ դստերը, ինչպես փորձեցիք հանգստացնել նրան, ինչպես հարցաքննեցիք ձեր գործընկերներին։ Այդ պատճառով ես ուզում եմ ձեզ հետ հետո խոսել։ Առաջարկ ունեմ անելու։ Պարոն Մանուկը, հուզված, միայն գլխով արեց, չկարողանալով խոսել։ Այնուհետ Գարեգինը խնդրեց, որ Արմենը ժամանակավորապես ստանձնի մասնաճյուղի կառավարումը, մինչ նոր կառավարիչ ընտրվի պատշաճ կերպով վերապատրաստվի։ Հրահանգեց, որ մասնաճյուղի բոլոր աշխատակիցները հաջորդ շաբաթ անցնեն հարգանքի ներառականության վերաբերյալ արտակարգ վերապատրաստում։ Եվ հայտարարեց, որ այդ պահից սկսած ցանցի բոլոր մասնաճյուղերը կունենան տարբեր սոցիալական խավերի գաղտնի հաճախորդներ, որոնք ամսական կգնահատեն սպասարկումը։ Արդյունքները կհամարվեն նույնքան կարևոր, որքան վաճառքի նպատակները։ Բայց Գարեգինը դրանով չսահմանափակվեց։ Վերցրեց մասնաճյուղի ձայնային համակարգի խոսափողը, հայտարարություն արեց բոլոր ներկաների համար։ Ուզում եմ ներողություն խնդրել յուրաքանչյուր հաճախորդից, ով երբևէ վատ վերաբերմունքի է արժանացել այս մասնաճյուղում կամ մեր ցանցի որևէ այլ ստորաբաժանումում։ Ներողություն, որ չափազանց հեռու եմ եղել, նկատելու համար, թե ինչ է կատարվում։ Բայց երաշխավորում եմ ձեզ, որ այսօրվանից ամեն ինչ կփոխվի։ Ոչ թե որովհետև իմ դստերը նվաստացրին, այլ որովհետև ոչ մի մարդ արժանի չէ նվաստացվելու ոչ մի տեղում։ Ուզում եմ, որ այս ընկերությունը լինի մի վայր, որտեղ մարդկանց վերաբերվում են որպես մարդկանց, վերջ։ Առանց խտրականության։ Առանց նախապաշարմունքի։ Առանց անհիմն չարության։ Որոշ հաճախորդներ ծափահարեցին։ Տարեց տիկինը, որն ավելի վաղ խոսել էր, մոտեցավ նրան ամուր սեղմեց ձեռքը։ Աստված օրհնի ձեզ ձեր դստերը։ Աշխարհին պետք էր այսօր սա տեսնել։ Գարեգինը դեռ Սոֆյային գրկած շնորհակալություն հայտնեց։ Բայց նա գիտեր, որ սա ընդամենը սկիզբն էր։ Մեկ աշխատանքից ազատում, մեկ վերապատրաստում, մեկ գեղեցիկ ելույթ չէին լուծի այդքան խորը մշակութային խնդիրը։ Անհրաժեշտ կլիներ մշտական աշխատանք, զգոնություն, իրական հանձնառություն։ Բայց գոնե հիմա, սեփական աչքերով տեսնելուց հետո, ավելի ճիշտ, դստեր աչքերով, թե ինչպես են իրականում բաները, նա այլևս չէր կարող ծածնել, թե ամեն ինչ կարգին է։ Մասնաճյուղից դուրս գալուց առաջ Գարեգինը կանգնեց Անահիտի Սոնայի դիմաց, որոնք լաց լինելով հավաքում էին իրենց իրերը։ Նայեց նրանց խղճահարության հաստատակամության խառնուրդով։ Հուսով եմ, որ դուք սրանից ինչ-որ բան կսովորեք։ Ես ուրախ չեմ որևէ մեկին աշխատանքից ազատելու համար։ Բայց չեմ կարող ընդունել, որ իմ ընկերությունում մարդկանց վատ վերաբերվեն։ Գուցե։ Սա այն հրումն էր, որի կարիքն ունեիք վերանայելու, թե ինչպես եք վերաբերվում ուրիշներին։ Գուցե հաջորդ աշխատանքում դուք կհիշեք այս երեխային երկու անգամ կմտածեք, նախքան որևէ մեկին արտաքինով դատելը։
Սոնան հեկեկոցների միջից ներողության խնդրանք մրմնջաց։ Անահիտը պարզապես գլուխը խոնարհեց, չկարողանալով նրա աչքերին նայել։ Երբ Գարեգինը վերջապես դուրս եկավ մասնաճյուղից, Սոֆյան կառչած վզից, տիկին Անուշը դրսում էր, անհանգիստ։ Դայակը վազեց նրանց մոտ, գրկեց Սոֆյային, հազար ներողություն խնդրեց անուշադրության համար։ Գարեգինը հանգստացրեց նրան։ Ձեր մեղքը չէր, տիկին Անուշ։ Սոֆյան չափազանց խելացի արագաշարժ էր։ Եվ ի վերջո, գուցե նույնիսկ լավ էր, որ այդպես պատահեց։ Բացեց իմ աչքերը բաների վրա, որոնք պետք է տեսնեի։ Տան ճանապարհին Սոֆյան տարօրինակ լուռ էր։ Գարեգինը մեքենա վարելով նայում էր նրան հետի հայելուց։ Վերջապես, աղջիկը հարցրեց. Հայրիկ, ինչու էին այդ կանայք ինձ հետ վատ վարվում։ Ես ինչ-որ սխալ բան էի արել։ Գարեգինը զգաց, որ աչքերն այրվում են։ Մեքենան կանգնեցրեց մի կայանատեղիում, շրջվեց դե. Պի հետի նստատեղը նայեց դստերը։ Ոչ, սիրելիս։ Դու ոչ մի սխալ բան չես արել։ Նրանք վատ վարվեցին, որովհետև քեզ դատեցին արտաքինովը։ Տեսան, որ դու կեղտոտ ես հոգնած, կարծեցին, որ դրա համար դու հարգանքի արժանի չես։ Բայց նրանք լիովին սխալ էին։ Բոլորը հարգանքի են արժանի։ Կարևոր չէ, թե ինչպես են հագնված, կարևոր չէ, հարուստ են, թե աղքատ։ Յուրաքանչյուր մարդ կարևոր է։ Սոֆյան մի պահ մտածեց։ Ուրեմն դրա համար նրանք ծիծաղեցին, երբ ես ասացի, որ դու իմ հայրն ես։ Որովհետև կարծեցին, որ ես ստախոս եմ։ Այո, դուստրս։ Նրանք չկարողացան հավատալ, որ մի աղջիկ, որն աղքատի տեսք ուներ, կարող էր լինել բանկի սեփականատիրոջ դուստրը։ Բայց դա շատ հիմարություն է, հայրիկ։ Դու ինձ միշտ տանում ես նախագծերի, ես բոլորի հետ խաղում եմ ու կեղտոտվում։ Դա չի փոխում, թե ով եմ ես ներսում։ Գարեգինը ժպտաց, հպարտության տխրության խառնուրդով։ Դու ընդամենը 5 տարեկան ես հասկանում ես բաներ, որոնք շատ մեծահասակներ երբեք չեն հասկանա։ Հենց այդպես է, Սոֆյա։ Կարևոր չէ, թե ինչպիսին ես դրսից։ Կարևորն այն է, թե ով ես։ Դու ներսում։ Եվ դու, փոքրիկս, անհավանական մարդ ես։ Եթե դուք լինեիք Անահիտի Սոնայի տեղում, արդյոք անծանոթ երեխայի հետ արամարանքով կվարվեիք միայն նրա արտաքինի պատճառով, թե կառաջարկեիք օգնություն։ Ասացեք մեզ մեկնաբանություններում։ Սոֆյան գրկեց հորը։ Ինձ դուր եկավ պարոն Մանուկը։ Նա ինձ հետ լավ վարվեց։ Ինձ էլ նա դուր եկավ։ Եվ դրա համար ես նրա համար հատուկ բան կանեմ։ Նրան ավելի լավ հնարավորություն կառաջարկեմ ընկերությունում։ Լավ մարդիկ արժանի են գնահատվելու։ Այդ երեկո տանը, երբ Սոֆյան արդեն քնած էր, Գարեգինը կանգնած էր պատշգամբում, նայելով լուսավորված քաղաքին։ Մտածում էր, թե իր քանի այլ մասնաճյուղեր ունեն նմանատիպ խնդիրներ։ Քանի այլ կառավարիչներ, Ռուբենի պես, քանի այլ սպասարկողներ, Անահիտի Սոնայի պես։ Մտածում էր, թե որքան հեշտ է թղթի վրա գեղեցիկ կորպորատիվ մշակույթ ստեղծել, չնկատել, որ գործնականում այն գոյություն չունի։ Վերցրեց նոութբուքը, սկսեց գրել։ Փոփոխության մանրամասն պլան։ Ոչ միայն այդ մասնաճյուղի, այլ ամբողջ ցանցի համար։ Նոր վերապատրաստումներ, նոր արարողակարգեր, աշխատակիցներին գնահատելու նոր Բայց ամենակարևորը, նոր մտածելակերպ։ Մի մշակույթ, որտեղ շահույթն ու մարդկայնությունը իրարամերժ չեն։ Որտեղ հաջողությունը չի նշանակում ոտնատակ տալ նրան, ով ներքում է։ Մտածեց Սոֆյայի մոր մասին, որը Եվրոպայում էր։ Պատմել տեղի ունեցածի մասին։ Մի մասը ուզում էր, մյուս մասը կարծում էր, որ օգուտ չի լինի։ Նա երբեք չէր հասկացել իր մոլուցքը սոցիալական արդարության, աշխատակիցներին լավ վերաբերվելու, սոցիալական պատասխանատվության ծրագրերի նկատմամբ։ Նրա համար բիզնեսը բիզնես էր։ Գուցե դրա համար էլ իրենց մոտ չէր ստացվել։ Բայց հիմա դա այլս կարևոր չէր։ Կարևորն այն ժառանգությունն էր, որը նա ուզում էր թողնել Սոֆյային։ Եվ այդ օրը, որքան էլ ցավոտ լիներ, շրջադարձային կետ դարձավ։ Մի պահ, երբ ամեն ինչ պարզ դարձավ։ Երբ այլս կիսատ պռատ լուծումների տեղ չկար։ Քաղաքի մյուս ծայրում, Ավան վարչական շրջանի մի փոքրիկ բնակարանում, Սոնան լաց էր լինում, բարձը գրկած։ Անահիտը, որը նրա հետ էր ապրում, նստած էր բազմոցին, դեռ շոկի մեջ։
Նրանք ընկերուհիներ էին համալսարանից, միասին էին աշխատանքի ընդունվել բանկում, միասին էին նշել յուրաքանչյուր առաջխաղացում։ Եվ հիմա միասին էին աշխատանքից ազատվել, միասին նվաստացվել, միասին խայտառակվել։ Ինչպես թույլ տվեցինք, որ սա պատահի, հարցրեց Սոնան հեկեկոցների միջից։ Անահիտը գլուխը թափահարեց։ Անգամ չգիտեմ։ Մենք ուղղակի անում էինք այն, ինչ միշտ արել ենք։ Ավելի լավ վերաբերվել նրանց, ովքեր ավելի շատ փող ունեին։ Դա այն էր, ինչ Ռուբենը միշտ խրախուսում էր։ Դա էր, որ արդյունք էր տալիս։ Բայց մենք այդ երեխայի հետ այնքան վատ վարվեցինք, այնքան վատ։ Ես նույնիսկ քաշեցի նրան։ Ես 5 տարեկան երեխայի քաշեցի, կարծես նա։ Չգիտեմ։ Եվ մտածել, որ նա իսկապես նրա դուստրն էր։ Որ մենք կարող էինք հարցնել, կարող էինք լսել, կարող էինք գոնե քաղաքավարի լինել։ Սոնան նստեց մահճակալին։ Գիտես, թե որն է ամենավատը։ Մենք նրա հետ այդպես կվարվեինք, նույնիսկ եթե նա նրա դուստրը չլիներ։ Մենք բոլորի հետ այդպես ենք վարվում։ Հիշում ես այն տիկնոջը, որն անցած շաբաթ եկել էր այն հին զգեստով։ Մենք նրա թիկունքում ծաղրում էինք նրան։ Հիշում ես այն տղային, որը եկել էր հաշիվ բացելու, իր առաջին աշխատավարձը ստանալու համար։ Մենք դեմք ծամեցինք, որովհետև դա աշխատատար էր, ոչ մի օգուտ չէր տալու։ Երկուսը լռեցին, առաջին անգամ առերեսվելով այն մարդկանց տեսակի հետ, որոնց վերածվել էին։ Աշխատանքից ազատումը ցավեցնում էր։ Փողի բացակայությունը, որը գալու էր, ավելի շատ էր ցավեցնելու։ Բայց ամենաշատը ցավեցնում էր այն գիտակցությունը, որ իրենք արժանի էին դրան։ Որ այդ մարդը ճիշտ էր։ Որ իրենք դաժան, մանրունգ, նախապաշարված էին եղել։ Իսկ հիմա հարցրեց Սոնան։ Հիմա մենք պետք է սովորենք։ Պետք է փոխվենք։ Որովհետև եթե մենք շարունակենք այսպիսին լինել, ենք կմնանք մենակ դառնացած։ Եվ արժանի կլինենք դրան։ Դա դաժան եզրակացություն էր։ Բայց անհրաժեշտ։ Ինչպես անհրաժեշտ էր Գարեգինի համար հստակ տեսնել, թե ինչ է կատարվում իր ընկերություններում։ Ինչպես անհրաժեշտ էր Ռուբենի համար գիտակցել, որ կառավարիչ լինելը նրան անմարդկային լինելու իրավունք չի տալիս։ Ինչպես անհրաժեշտ էր բոլորի համար, ովքեր ականատես եղան այդ տեսարանին, հասկանալու, որ նախապաշարմունքը ոչ մի ձաչափով ընդունելի չէ։ Աղջկա պատմությունը, որը կեղտոտ մտավ բանկի մասնաճյուղ, ամեն ինչ փոխեց, սկսեց տարածվել։ Այլ ստորաբաժանումների աշխատակիցները մեկնաբանում էին միմյանց հետ։ Հաճախորդները պատմում էին հարազատներին։ Եվ յուրաքանչյուրը, ով լսում էր, սկսում էր մտածել. Իսկ ես ինչպես եմ վերաբերվում մարդկանց, որոնց հանդիպում եմ առօրյայում։ Ինչպես եմ արձագանքում, երբ ինձնից տարբերվող մեկը հատում է իմ ճանապարհը։ Դրանք անհարմար հարցեր էին։ Բայց անհրաժեշտ հարցեր։ Եվ այս ամենը 5 տարեկան մի աղջկա պատճառով, որն ուղղակի մի բաժակ ջուր էր ուզում։ 3 ամիս էր անցել այն օրվանից, որը փոխեց ամեն ինչ։ Պատմությունը տարածվել էր ոչ միայն ընկերության ներսում, այլ դրսում։ Որոշ տեղական թերթեր հոդվածներ հրապարակեցին դեպքի մասին, առանց կոնկրետ մանրամասներ բացահայտելու, բայց ընդգծելով արմատական փոփոխությունը, որն իրականացրել էր մի գործարար իր սեփական ընկերությունում խտրականության ականատես լինելուց հետո։ Սոցիալական ցանցերը մեկնաբանում էին։ Կառավարման դպրոցներն օգտագործում էին որպես դեպքի ուսումնասիրություն։ Կենտրոնի մասնաճյուղը դարձել էր խորհրդանիշ, թե լավ, թե վատ իմաստով։ Գարեգինը պահել էր իր խոսքը։ Իրականացրել էր խորը, ոչ թե մակերեսային փոփոխություններ։ Ցանցի բոլոր մասնաճյուղերն այժմ ամսական գնահատվում էին տարբեր սոցիալ-տնտեսական պրոֆիլների գաղտնի հաճախորդների կողմից։ Հաշվետվությունները լուրջ էին ընդունվում, նույնքան, որքան վաճառքի թվերը։ Աշխատակիցները, որոնք աչքի էին ընկնում մարդասիրական սպասարկմամբ, ստանում էին բոնուսներ։ Նրանք, ովքեր խտրական վարքագիծ էին դրսևորում, նախազգուշացվում էին, վերապատրաստվում, եթե շարունակում էին, ազատվում աշխատանքից։ Բայց դա հեշտ չէր։ Դիմադրություն կար։ Որոշ կառավարիչներ բողոքում էին, որ նոր քաղաքականությունը շեղում է ուշադրությունն այն բանից, ինչն իսկապես կարևոր է շահույթից։ Որոշ հին աշխատակիցներ տրտնջում էին, որ հիմա պետք է բոլորին հավասար վերաբերվեն, կարծես դա անհեթեթություն լիներ։ Գարեգինը յուրաքանչյուր դիմադրության դիմակայեց համբերությամբ, բայց նա հաստատակամությամբ։
Հստակեցրեց, որ ով համաձայն չէ ընկերության նոր արժեքների հետ, ազատ է այլ աշխատանք փնտրելու։ Կենտրոնի մասնաճյուղը, մասնավորապես, փոխակերպվել էր։ Ռուբենը, նախկին կառավարիչը, շարունակում էր աշխատել ընկերությունում, բայց ավելի ցածր պաշտոնում, որպես վարչական օգնական։ Նա վերակրթության ինտենսիվ ծրագրի 3-րդ ամսում էր։ Պետք է անձամբ սպասարկեր Բո. Լոր պրոֆիլների հաճախորդներին, առանց խտրականության, գնահատվում էր շաբաթական։ Սկզբում դա նվաստացուցիչ էր։ Հետո, անհարմար։ Բայց կամաց-կամաց ինչ-որ բան սկսեց փոխվել նրա ներսում։ Մի հատկապես դժվար օր Ռուբենն օգնում էր մի տարեց անգրագետ տիկնոջ լրացնել մի ձաթուղթ։ Նա ներողություն էր խնդրում յուրաքանչյուր սխալի, յուրաքանչյուր ուշացման համար, ամաչելով, որ չգիտի անել մի բան, որը մյուսների համար պարզ է։ Ռուբենը, որը նախկինում անհամբեր կլիներ, որը դա կհանձնարարեր ամենաերիտասարդ աշխատակցին, հայտնաբերեց, որ անկեղծորեն հուզված է այդ կնոջ իրավիճակից։ Օգնեց նրան համբերությամբ, բացատրեց յուրաքանչյուր դաշտ, սպասեց այնքան, որքան անհրաժեշտ էր։ Եվ երբ նա գնաց, շնորհակալություն հայտնելով արցունքոտ աչքերով, Ռուբենը զգաց մի բան, որը տարիներ շարունակ չէր զգացել՝ իրական բավարարվածություն։ Ոչ թե խոշոր գործարք կնքելու բավարարվածությունը, այլ մեկի կյանքում տարբերություն ստեղծելու բավարարվածությունը։ Այդ երեկո Ռուբենը զանգահարեց Գարեգինին։ Անձնական զրույց խնդրեց։ Հաջորդ օրը, նստած գործարարի սենյակում, Ռուբենն արեց մի բան, որը երբեք չէր պատկերացնի, որ կանի, իսկապես ներողություն խնդրեց։ Ոչ այն ավտոմատ ներողությունները, որոնք մենք խնդրում ենք, երբ մեզ բռնում են սխալ բան անելիս, այլ անկեղծ ներողություն, ծնված իրական խորհրդածությունից։ Պարոն Շահնազարյան, ես 3 ամիս հավատում էի, որ դուք ինձ հետ անարդար եք վարվել։ Որ ես արժանի չէի պատժին, որ ես ուղղակի իմ աշխատանքն էի անում, որ խնդիրը չափազանցություն էր։ Բայց այսօր ես հասկացա։ Դա հանկարծակի լուսավորություն չէր, դա կամաց-կամաց եղավ, սպասարկելով մարդկանց, որոնց նախկինում անտեսում էի։ Եվ հասկացա, որ ես իմ կարիերայի ընթացքում կորցրել էի մի հիմնարար բան՝ մարդկանց որպես մարդ տեսնելու ունակությունը։ Ես նրանց տեսնում էի որպես թվեր, որպես հնարավորություններ, որպես խոչընդոտներ։ Եվ դա ինձ վերածեց մեկի, ով ես չէի ուզում լինել։ Գարեգինը լուռ լսում էր։ Երբ Ռուբենն ավարտեց, նա հարցրեց. Իսկ հիմա։ Ինչ եք մտադիր անել այդ բացահայտման հետ։ Ուզում եմ մնալ այստեղ, եթե դուք ինձ այդ հնարավորությունը տաք։ Բայց ոչ նախկին պաշտոնում։ Ուզում եմ աշխատել նոր աշխատ։ Ակիցների վերապատրաստման ոլորտում։ Ուզում եմ սովորեցնել այն, ինչ սովորեցի ամենավատ ձով, սխալվելով դրա համար վճարելով։ Ուզում եմ երաշխավորել, որ այս ընկերության ոչ մի կառավարիչ չդառնա այն, ինչ ես էի։ Գարեգինը ժպտաց։ Դա հենց այն տեսակի փոխակերպումն էր, որը սպասում էր տեսնել։ Ոչ միայն պատիժ, այլ քավություն։ Ոչ միայն հետանքներից վախ, այլ բնավորության իրական փոփոխություն։ Համաձայնեց Ռուբենի առաջարկին։ Նա կդառնար մարդասիրական վերապատրաստման համակարգող, հատուկ նրա համար ստեղծված պաշտոն։ Մինչդեռ, պարոն Մանուկը նույնպես ստացել էր իր պարտքը ցուցաբերած մարդկայնության համար։ Գարեգինը նրան առաջ քաշեց նոր պաշտոնի, հաճախորդների փորձառության վերահսկիչ։ Պարոն Մանուկն այժմ այցելում էր բոլոր մասնաճյուղերը, դիտում էր սպասարկումը, զրուցում աշխատակիցների հաճախորդների հետ, ուղղակիորեն զեկուցում Գարեգինին յուրաքանչյուր ստորաբաժանման մթնոլորտի մասին։ Վաստակում էր 3 անգամ ավելի, քան որպես անվտանգության աշխատակից, ուներ ընկերության մեքենա, ամենակարևորը՝ ձայն ուներ։ Նրա դիտարկումները հաշվի էին առնվում։ Կարևոր որոշումներ կայացնելիս։ Մի օր, իր վերահսկողական այցերից մեկի ժամանակ, պարոն Մանուկը ականատես եղավ մի տեսարանի նոր նորքի մասնաճյուղում։ Մի երիտասարդ տղա, առաքիչի հասարակ հագուստով, մտավ գրելով ջերմապայուսակ, տեղեկություններ խնդրեց վճարումներ ստանալու համար հաշիվ բացելու մասին։ Սպասարկողը, որը նոր էր ընկերությունում, սկսեց նրան քաղաքավարի սպասարկել, բայց պարոն Մանուկը նկատեց, որ կառավարիչներից մեկը մի տարեց տղամարդ, որը տարիներ շարունակ ցանցում էր, աչքերը տնկում չարախինդ մեկնաբանություններ էր անում գործընկերոջ հետ։ Պարոն Մանուկը մոտեցավ կառավարչին։ Խնդիր կա, հարցրեց նա, պահպանելով բարեկամական տոնը, բայց հասկացնելով, որ ծառայության մեջ է։ Կառավարիչը վախեցավ։ Ճանաչում էր պարոն Մանուկի պատմությունը, գիտեր, որ նա ուղիղ կապ ունի սեփականատիրոջ հետ։ Ոչ մի խնդիր, պատասխանեց նա նյարդայնացած։
Որովհետ ինձ թվաց, թե պարոնը անհարմար է զգում այնտեղի տղայի սպասարկումից։ Կառավարիչը փորձեց քողարկել. Ոչ, բնավ։ Ուղղակի մեկնաբանեցի, որ մասնաճյուղը լիքն է, նա երկար կսպաս։ Ի սպասարկման։ Պարոն Մանուկը հիմար չէր։ Գիտեր ճանաչել քողարկված նախապաշարմունքը։ Գիտեք, ես երկար տարիներ անվտանգության աշխատակից եմ եղել։ Շատ լավ մարդկանց եմ տեսել, որոնց անհարգալից են վերաբերվել միայն այն պատճառով, որ նվազագույն աշխատավարձ էին ստանում կամ համազգեստով էին աշխատում։ Եվ տեսել եմ նա, թե ինչպես է դա ցավեցնում։ Այնտեղի տղան, նա աշխատասեր է, ազնիվ, փորձում է իր կյանքը կարգավորել։ Նա նույնքան հարգանքի է արժանի, որքան կոստյումով գործարարը։ Իրականում, գուցե նույնիսկ ավելի շատ, որովհետև նա ջանք չի խնայում ինչ-որ բանի հասնելու համար։ Կառավարիչը կարմրեց, ամաչելով։ Պարոն Մանուկն այդ պահին այլս ոչինչ չարեց, բայց դիտարկումը ներառեց իր զեկույցում։ 2 շաբաթ անց այդ կառավարիչը կարեկցանքի անգիտակցական կողմնակալության վերաբերյալ հատուկ վերապատրաստման էր։ Փոփոխությունները տեղի էին ունենում ոչ միայն ընկերության ներսում։ Սոֆիայի պատմությունը հուզել էր շատ մարդկանց նա դրսում։ Ավանի հանրային դպրոցներից մեկի ուսուցչուհին օգտագործեց դեպքը, իր 5-րդ դասարանի աշակերտների հետ գործունեություն իրականացնելու համար։ Խնդրեց, որ նրանք գրեն մի դեպքի մասին, երբ իրենց դատել են արտաքինով կամ սոցիալական վիճակով։ Նրա ստացած տեքստերը սիրտ կոտրող էին։ 10-11 տարեկան երեխաներ պատմում էին, թե ինչպես են իրենց հետում սուպերմարկետներում, ինչպես են անտեսում խանութներում, ինչպես են կասկածանքով վերաբերվում հանրային վայրերում։ Մի աղջիկ գրել էր, թե ինչպես է զգացել, երբ մի տիկին փոխել է մայթի կողմը, տեսնելով իրեն ընկերուհիներին մոտենալիս, բոլորը սամորթ դպրոցական համազգեստով։ Մի տղա պատմել էր, թե ինչպես է արտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցը իրեն ագրեսիվ կերպով մոտեցել միայն այն պատճառով, որ նա նայում էր թանկարժեք խանութների ցուցափեղկերին։ Ուսուցչուհին Նարինե Սարգսյանը այնքան էր տպավորվել, որ որոշեց շարադրություններ ուղարկել Գարեգինին, նամակի հետ միասին, որտեղ բացատրում էր նախագիծը։ Գրել էր, որ Սոֆիայի պատմությունը կարևոր խոսակցություններ էր բացել համայնքում, բայց նա ցույց էր տվել, որ նախապաշարմունքը շատ ավելի խորն ու համակարգային է, քան բանկի մասնաճյուղում տեղի ունեցած եզակի դեպքը։ Գարեգինը կարդաց յուրաքանչյուր շարադրություն։ Որոշներից լաց եղավ, մյուսներից զայրույթ զգաց, եւ ամենակարևորը՝ պատասխանատվություն զգաց։ Այդ երեխաները նրան ցույց էին տալիս մի իրականություն, որը գոյություն ուներ իր ընկերության պատերից այն կողմ, իր արտոնյալ պղպջակից այն կողմ։ Հանդիպում նշանակեց ուսուցչուհի Նարինեի հետ։ Հանդիպմանը, որը տեղի ունեցավ հենց այն դպրոցում, որտեղ նա աշխատում էր, Գարեգինը ծանոթացավ շարադրությունները գրած երեխաներից մի քանիսի հետ։ Լսեց նրանց պատմությունները, հարցեր տվեց, փորձեց հասկանալ։ Եվ այնտեղից դուրս եկավ նոր նախագծով մտքում։ Պետք է ստեղծեր կրթաթոշակների հիմնադրամ ներառման ծրագրեր ոչ միայն աշխատակիցների, այլ ընդհանուր համայնքի համար։ Ուզում էր, որ իր ընկերությունը լինի իրական սոցիալական փոխակերպման միջոց, ոչ թե պարզապես գեղեցիկ խոսք։ Մինչդեռ Անահիտն ու Սոնան շարունակում էին իրենց կյանքը, փորձելով ոտքի կանգնել աշխատանքից ազատվելուց հետո։ Հեշտ չէր։ Պարզեցին, որ պատմությունը տարածվել է ֆինանսական շուկայում, ոչ մի բանկ չէր ուզում նրանց խատանքի ընդունել։ Կենսագրությունը՝ խարանված։ Հեղինակությունը՝ քայքայված։ Ստիպված եղան աշխատանք փնտրել այլ ոլորտներում, հաճախ վաստակելով շատ ավելի քիչ, քան նախկինում։ Սոնան աշխատանք գտավ Բրազիլիայի փողոցում գտնվող հագուստի փոքրիկ խանութում։ Սեփականատերը լիբանանահայ պարոն էր, առաջին սերնդի, որը նրան աշխատանքի ընդունեց, չնայած իմանալով նրա պատմությունը։ Նա ազնիվ էր։ Ես քեզ շանս կտամ, բայց դու պետք է ապացուցես, որ փոխվել ես։ Այստեղ մենք սպասարկում ենք բոլորին, սկսած հյուսիսային պողոտայից եկած տիկնոջից մինչ շրջիկ վաճառողուհին, որը մեծածախ է գնում վերավաճառելու համար։ Եվ բոլորին հավասար ենք վերաբերվում։ Եթե չկարողանաս դա անել, մեկ շաբաթ չես դիմանա։ Սոնան ընդունեց։ Առաջին օրերին դժվար էր։ Սովոր էր մասնաճյուղի օթորակված միջավայրին, կարգավորված ժամերին, որոշակի սոցիալական դիրքին։ Հիմա աշխատում էր տաք նեղ պահեստում, սպասարկում էր բարձր խոսող, կին սակարկող, մանր փողով վճարող մարդկանց։ Դա այլ աշխարհ էր։ Բայց հենց այդ աշխարհում Սոնան սկսեց հասկանալ բաներ, որոնք երբեք չէր հասկացել։
Տեսավ կա։ Նրանց, որոնք առավոտյան 4-ին էին արթնանում, ավտոբուս նստելու շուտ հասնելու, լավագույն կտորներն ընտրելու համար։ Տեսավ շրջիկ վաճառողուհիների, որոնք 20 բլուզ էին գնում, վերավաճառելու շահույթով մեկ շաբաթ ընտանիք կերակրելու համար։ Տեսավ թոշակառուների, որոնք ամիսներ շարունակ խնայում էին, թոռան հարսանիքի համար զգեստ գնելու։ Եվ տեսավ, որ այդ բոլոր մարդկանց հարգանքով արժանապատվությամբ է վերաբերվում իր լիբանանահայ ղեկավարը, որը յուրաքանչյուրի մեջ տեսնում էր ոչ թե թիվ, այլ պատմություն։ Մի օր մի կին մտավ խանութ 3 փոքր երեխաների հետ։ Ակնհայտորեն հոգնած էր, հագուստը, հասարակ, աչքերը խորն ընկած քիչ քնելուց։ Նրան դպրոցական համազգեստ էր պետք երեխաների համար, բայց բյուջեն շատ սուղ էր։ Սոնան, ավտոմատ կերպով, զգաց, որ այն հին անհամբերությունը բարձրանում է։ Բայց հետո հիշեց։ Հիշեց Սոֆիային։ Հիշեց Գարեգինի խոսքերը։ Հիշեց, թե որքան էր կորցրել մարդկանց դատելու պատճառով։ Խորը շունչ քաշեց փոխվեց։ Օգնեց կնոջը գտնել այն կտորները, որոնք տեղավորվում էին բյուջեի մեջ։ Առաջարկեց ավելի մատչելի տարբերակն է։ Համբերատար էր խանութով վազվզող երեխաների հետ։ Եվ երբ կինը հուզված շնորհակալություն հայտնեց ուշադրության համար, Սոնան զգաց մի բան, որը երկար ժամանակ չէր զգացել, հպարտություն իր համար։ Ոչ թե մեծ վաճառք կատարելու հպարտություն, այլ մարդկային լինելու հպարտություն։ Անահիտն ունեցավ տարբեր, բայց նույնքան փոխակերպող ճանապարհ։ Ավելի երկար ժամանակ պահանջվեց աշխատանք գտնելու համար։ Հարցազրույցներում մերժվելու, դռների փակվելու, աշխատանքից ազատվելու պատճառը բացատրելու նվաստացումը կործանարար էր։ Նույնիսկ մտածեց հանձնվել, վերադառնալ հայրենի քաղաք, թողնել ամեն ինչ։ Բայց մի օր, զբաղվածության գործակալության հերթում, նա հայտնվեց 60 անց մի տիկնոջ կողքին նստած։ Կինն այնտեղ էր նույն պատճառով, աշխատանք էր փնտրում։ Զրուցեցին։ Տիկինը պատմեց, որ իրեն 55 տարեկանում աշխատանքից ազատել են, այդ ժամանակվանից չի կարողանում նոր աշխատանք գտնել։ Ընկերությունները միշտ պատրվակներ էին գտնում, շատ մեծ է, շատ փորձառու է, շատ թանկ է։ Բայց ճշմարտությունը, նա գիտեր, մաքուր պարզ նախապաշարմունք էր։ Անահիտը լսեց տեսավ իրեն այդ կնոջ մեջ։ Երկուսն էլ մի համակարգի զոհ էին, որը դատում է, որը դեն է նետում, որը երկրորդ շանս չի տալիս։ Եվ առաջին անգամ Անահիտն իսկապես հասկացավ, թե ինչ է նշանակում լինել մյուս կողմում։ Ինչ է նշանակում դատվել առանց պաշտպանվելու հնարավորության։ Ինչ է նշանակում զգալ, որ ոչ ոք քեզ որպես մարդ չի տեսնում, այլ միայն որպես խնդիր։ Այդ օրը Անահիտը որոշում կայացրեց։ Պետք է կամավորություն աներ։ Եթե ոչ ոք չէր ուզում իրեն աշխատանքի ընդունել, ապա նա կնվիրաբերեր իր ժամանակն ու հմտությունները։ Սկսեց աշխատել մի ՀԿ-ում, որն օգնում էր գործազուրկ մարդկանց կազմել ինքնակենսագրականներ պատրաստվել հարցազրույցների։ Այնտեղ նա սպասարկեց տասնյակ մարդկանց, որոնք իրենից շատ ավելի վատ վիճակում էին։ Եվ յուրաքանչյուրի մեջ տեսավ իր մի մասնիկը։ Տեսավ մերժման ցավը, ապագայի վախը, արժանապատվության համար պայքարը։ Հենց այդ կամավորական աշխատանքի միջոցով Անահիտը ամիսներ անց նկատվեց մի սոցիալական ընկերության կողմից, որին անհրաժեշտ էր բանկային փորձ ունեցող մեկը, անապահով համայնքների համար միկրովարկավորում։ Նախագծի համար։ Նրան վճարում էին այն գումարի կեսից պակաս, որը նա ստանում էր բանկում։ Բայց դա նորից սկսելու հնարավորություն էր։ Եվ ամենակարևորը, իրական տարբերություն ստեղծելու այն մարդկանց կյանքում, ովքեր դրա կարիքն ամենաշատն ունեին։ Վերադառնալով կենտրոնի մասնաճյուղ, Սոֆյան դարձել էր մի տեսակ ոչ պաշտոնական թալիսման։ Ամեն անգամ, երբ Գարեգինը նրան այնտեղ էր տանում, աշխատակիցները պարտադիր ողջունում էին նրան, հյուրասիրում, զրուցում։ Աղջիկը, բնականից շփվող, հիանում էր դրանով։ Բայց Գարեգինը պնդում էր, որ այդ այցելություններն օգտագործվեն որպես կրթական պահեր։ Այդ այցելություններից մեկի ժամանակ Սոֆյան նույն մանուշակագույն զգեստով էր, այժմ մաքուր լավ արդուկված։ Նստեց նախասրահի բազկաթոռներից մեկին, մինչ հայրը արագ ինչ-որ բան էր լուծում։ Մի նոր սպասարկող, որն աշխատանքի էր ընդունվել այս ամենից հետո չգիտեր պատմությունը, մոտեցավ հարցրեց, թե արդյոք նա ջուր կուզենա։ Սոֆյան ուրախությամբ ընդունեց։ Երբ սպասարկողը վերադարձավ բաժակով, Սոֆյան շնորհակալություն հայտնեց հարցրեց. Դուք երկար ժաման։ Ագե, ինչ այստեղ եք աշխատում։ Ոչ, 2 շաբաթ առաջ եմ սկսել, պատասխանեց սպասարկողը ժպտալով։ Իսկ նրանք ձեզ սովորեցրին բոլորի հետ լավը լինել։
Նույնիսկ եթե մարդը կեղտոտ հագուստ ունի։ Սպասարկողը զարմացավ այդքան փոքր երեխայից եկող հարցից։ Այո, սովորեցրին։ Այստեղ մենք սովորում ենք, որ բոլորը հարգանքի են արժանի։ Սոֆյան գոհունակությամբ գլխով արեց։ Շատ լավ։ Որովհետև մի անգամ ես այստեղ եկա ամբողջովին կեղտոտ, մի քանի կանայք ինձ հետ շատ վատ վարվեցին։ Բայց հայրիկս նրանց աշխատանքից հանեց, հիմա մարդիկ լավն են։ Սպասարկողը լայն բացեց աչքերը, կապելով կետերը։ Դու Սոֆյան ես։ Սեփականատիրոջ դուստրը։ Այո, ասաց աղջիկը հպարտորեն։ Եվ իմ պատճառով է, որ հիմա այստեղ բոլորն ավելի լավն են։ Սպասարկողը ծնկի իջավ նրա դիմաց։ Գիտես, Սոֆյա, ես այդ պատմությունը լսել եմ իմ վերապատրաստման ժամանակ։ Եվ այն ինձ մի շատ կարևոր բան սովորեցրեց՝ երբեք ոչ ոքի չդատել արտաքինով։ Շնորհակալություն դրա համար։ Սոֆյան ժպտաց։ Դուք լավն եք թվում։ Գրազ կգամ, որ դուք երբեք երեխայի հետ վատ չէիք վարվի։ Էի վարվի։ Խոստանում եմ։ Երբ Գարեգինը վերադարձավ տեսավ տեսարանը, սիրտը լցվեց։ Դա հենց այն էր, ինչ նա ուզում էր։ Մի մշակույթ, որտեղ Սոֆյայի պատմությունը պարզապես անեկդոտ չէր, այլ մշտական նախազգուշացում։ Կենդանի հիշեցում, որ յուրաքանչյուր արտաքինի, յուրաքանչյուր հագուստի, յուրաքանչյուր բանկային հաշվի հետում կա մի մարդ, որն արժանի է արժանապատվության։ Նույն ամսին Գարեգինին հրավիրեցին դասախոսություն կարդալու Երանում կայանալիք գործարար առաջնորդների համաժողովում։ Թեման կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն էր։ Նա համաձայնեց, բայց որոշեց պատմել իր պատմությունը անկեղծ, առանց գեղեցկացնելու։ Դասախոսության օրը դահլիճը լի էր գործադիր տնօրեններով, հաջողակ գործարարներով։ Գարեգինը բարձրացավ բեմ, հրաժարվեց սլայդներից կամ մշակված շնորհանդեսներից։ Պարզապես խոսափող խնդրեց սկսեց խոսել։ Պատմեց Սոֆյայի մասնաճյուղ մտնելու մասին։ Նրա կրած նվաստացման մասին։ Տեսախցիկներով ամեն ինչ դիտելու մասին։ Զայրույթի, ցավի, ամոթի մասին գիտակցելով, որ իր սեփական ընկերությունը, որով նա այդքան հպարտ անում էր, առօրյա դաժանության բեմ էր։ Պատմեց աշխատանքից ազատումների, փոփոխությունների, իր դիմակայած դիմադրության մասին։ Եվ ամենակարևորը, այն մասին, ինչ սովորեց։ Դահլիճում լռությունն ապշեցուցիչ էր։ Որոշ գործարարներ անհարմար շարժվում էին աթոռներին, ճանաչելով նմանատիպ իրավիճակներ իրենց սեփական ընկերություններում։ Մյուսները բուռն նշումներ էին անում։ Ոմանց աչքերը արցունքոտ էին։ Երբ ավարտեց, Գարեգինը մարտահրավեր նետեց։ Ձեզանից քանիսն է քողարկված մտել սեփական ընկերություններ, տեսնելու, թե ինչպես են աշխատակիցները վերաբերվում հանրությանը։ Քանիսն է փորձել օգտվել սեփական ծառայություններից, որպես սովորական հաճախորդ։ Քանիսն է իսկապես գիտի, թե ինչ է կատարվում արտադրամասում, առաջին գծում, գեղեցիկ հաշվետվություններից կեղծված թվերից հեռու։ Քիչ ձեռքեր բարձրացան։ Գարեգինը շարունակեց. Ուրեմն ես ձեզ հրավիրում եմ անելու այդ վարժությունը։ Ոչ թե որովհետև կբացահայտեք, որ ձեր դստերը վատ են վերաբերվում, այլ որովհետև կբացահայտեք, թե ինչպիսին են ձեր ընկերություններն իրականում։ Եվ եթե գտնեք այն, ինչ ես կտա, հուսով եմ, որ կունենաք փոխելու քաջություն։ Որովհետև ի վերջո կարևոր չէ, թե որքան գումար ենք մենք վաստակում, եթե դրա համար պետք է ոտնահարենք ինչ-որ մեկի արժանապատվությունը, մենք ոչ մի արժեքավոր բան չենք կառուցում։ Դասախոսությունը թեժ բանավեճերի առիթ դարձավ։ Որոշ գործարարներ պնդում էին, որ բիզնեսը, որ չափազանց բարի լինելը հաշիվներ չի վճարում։ Գարեգինը հակադարձեց տվյալներով, փոփոխություններից հետո հաճախորդների բավարարվածությունն աճել էր 40%-ով, հավատարմության մակարդակը բարձրացել էր, շրջանառությունը ոչ միայն պահպանվել էր, այլ աճել։ Մարդկանց հարգելը բարեգործություն չէր, այլ նա լավ բիզնես։ Բայց թվերից բացի, Գարեգինը պնդում էր մարդկային կետի վրա։ Խոսքը միայն շահույթի մասին չէ։ Խոսքն այն մասին է, թե ինչպիսի հասարակություն ենք մենք ուզում կառուցել։ Մեր ընկերությունները մշակույթ են ձևավորում։ Եթե մենք դրանց ներսում նորմալացնում ենք նախապաշարմունքը, մենք նպաստում ենք ավելի դաժան աշխարհի ստեղծմանը։ Եթե մենք կարեկցանք ենք մշակում, մենք իրական փոփոխության սերմեր ենք ցա։ Համաժողովից հետո մի քանի գործարարներ մոտեցան Գարեգինին։ Ոմանք խորհրդատվություն էին խնդրում։
Մյուսները ցանկանում էին ավելի լավ ծանոթանալ նրա իրականացրած վերապատրաստման ծրագրին։ Ոմանք պարզապես շնորհակալություն հայտնելու համար, որ քաջություն է ունեցել հրապարակայնորեն բացահայտելու այդքան մեծ թերությունը։ Նրանցից մեկը, մանրածախ արդրի ոլորտի գործարար, խոստովանեց, որ նմանատիպ խնդիրների է բախվում, չգիտի ինչպես լուծել։ Գարեգինը ժամեր շարունակ զրուցեց յուրաքանչյուրի հետ։ Կիսվեց իր սխալներով, իր հաջողություններով, այն մարտահրավերներով, որոնց դեռ բախվում էր։ Իրեն փորձագետի տեղ չդրեց, այլ մեկի, ով նույնպես սովորում է։ Եվ առաջարկեց անկեղծ օգնություն, առանց ֆինանսական շահի, միայն ավելի շատ ընկերությունների մարդասիրական գործելակերպ որդեգրելու ցանկությամբ։ Այդ երեկո տուն վերադառնալիս Գարեգինն անցավ կենտրոնի մասնաճյուղի մոտով։ Գրեթե գիշերվա 10 էր, բայց դեռ լույս էր վառվում։ Կայանեց, հետաքրքրված։ Մտավ գտավ պարոն Մանուկին, զեկույց ավարտելիս այն փոքրիկ գրասենյակում, որն այժմ այնտեղ ուներ։ Դեռ աշխատում եք, պարոն Մանուկ, հարցրեց Գարեգինը։ Տարեց տղամարդը հայացքը բարձրացրեց, ժպտաց։ Ահ, պարոն Գարեգին։ Ուղղակի մի քանի զեկույց էի ավարտում։ Գիտեք, հիմա, երբ այս պատասխանատվությունն ունեմ, չեմ ուզում հիասթափեցնել։ Գարեգինը նստեց։ Երբեք չեք հիասթափեցնի։ Դուք միակ մարդն էիք, ով պահպանեց մարդկայնությունը, երբ բոլորը կորցրել էին։ Դա էր, որ ինձ հույս տվեց այն օրը։ Տեսնել, որ այստեղ դեռ լավ մարդիկ կան։ Պարոն Մանուկը հուզվեց։ Գիտեք, պարոն Գարեգին, ես 30 տարուց ավելի աշխատել եմ որպես անվտանգության աշխատակից։ Շատ սխալ բաներ եմ տեսել, բայց երբեք փոխելու իշխանություն չեմ ունեցել։ Հիմա, այս նոր պաշտոնում, ամեն անգամ, երբ տեսնում եմ, որ մեկին լավ են վերաբերվում մասնաճյուղերից մեկում, զգում եմ, որ տարբերություն եմ ստեղծել։ Եվ դա գին չունի։ Հենց դրա համար է, որ փոփոխություններն արժեն, պարոն Մանուկ։ Որովհետև դրանք դիպչում են իրական կյանքերին։ Սոֆյան, առանց իմանալու, դիպավ ձեր կյանքին, իմ, շատ մարդկանց։ Եվ դուք, ձեր լուռ բարությամբ այս բոլոր տարիների ընթացքում, դիպել եք արյուրավոր մարդկանց կյանքերին, որոնք գուցե նույնիսկ չեն հիշում ձեր անունը, բայց հիշել են քնքշությունը։ Երկուսս 1 ժամ զրուցեցին։ Կիսվեցին պատմություններով, մտորումներով, հույսերով։ Երբ Գարեգինը վերջապես գնաց, հազվադեպ բան զգաց, խաղաղություն։ Խաղաղություն, իմանալով, որ ճիշտ ճանապարհին է, որ փոփոխություններն արժեին դրան, որ Սոֆյան, նույնիսկ լիովին չհասկանալով, փոխակերպման գործակալ էր եղել։ Տանը գտավ աղջկան դեռ արթուն, սպասում էր իր գալուն։ Չկարողացա քնել, հայրիկ։ Մի բանի մասին էի մտածում։ Ինչի՞։ Մասին, սիրելիս։ Այն կանանց մասին, որոնք ինձ հետ վատ վարվեցին։ Կարծում ես, նրանք փոխվել են։ Սովորել են։ Գարեգինը աղջկան գրկեց, նստեց նրա հետ բազմոցին։ Գիտես, Սոֆյա, ես հուսով եմ, որ այո։ Բայց ամենակարևորը ոչ թե այն է, թե արդյոք նրանք փոխվել են, այլ այն, թե ինչ մենք սովորեցինք այս ամենից։ Սովորեցինք, որ արտաքինը ոչ ոքի չի սահմանում։ Որ բարությունը ոչինչ չի արժե։ Որ մենք ավելի լավ ընտրություններ կատարելու ուժ ունենք։ Եվ որ երբ մենք սխալ բան ենք տեսնում, պետք է փոխելու քաջություն ունենանք։ Սոֆյան մի պահ մտածեց։ Ուրեմն ես օգնեցի փոխել բաները։ Նույնիսկ առանց ուզենալու։ Օգնեցիր ավելին, քան պատկերացնում ես, փոքրիկս։ Դու ինձ հիշեցրիր, թե ինչու եմ այս ամենը սկսել։ Թե ինչու է կարող, որ մարդկանց լավ վերաբերվեն։ Եվ ինձ քաջություն տվեցիր անելու այն, ինչ ճիշտ էր, նույնիսկ երբ դժվար էր։ Աղջիկը ժպտաց, գոհունակ, վերջապես քնեց հոր գրկում։ Գարեգինը նրան տարավ սենյակ, ծածկեց քնքշորեն մնաց դիտելու նրա քունը։ Այդ փոքրիկ երեխան, որը մի օր մտել էր մասնաճյուղ, պարզապես ջուր խմելու, փոխել էր ոչ միայն մի ընկերություն, այլ տասնյակ մարդկանց կյանքեր։ Եվ նույնիսկ լիովին չէր հասկանում իր արածի մեծությունը։ Այսպես են մեծ փոխակերպումները, մտածեց Գարեգինը։ Սկսվում են փոքր, պարզ ժեստերով, ճշմարտության պահերով, որոնք այլս հնարավոր չէ անտեսել։ Եվ աճում են, բազմանում, դիպչում կյանքերին, փոխում մշակույթներ։ Այս ամենը, որովհետև ինչ-որ մեկը քաջություն է ունեցել չընդունելու անընդունելին, չնորմալացնելու դաժանությունը, չձացնելու, թե ամեն ինչ կարգին է, երբ ակնհայտորեն այդպես չէ։ Այն,
Օրվանից 6 ամիս անց, որը փոխեց ամեն ինչ, Երան եկավ գարունը, իր հետ բերելով ծառերի ծաղիկներ նորոգության մի շունչ, որը կարծես թե կատարելապես համապատասխանում էր Գարեգինի մասնաճյուղերի ցանցի ապրած պահին։ Փոխակերպումները հեշտ չէին եղել, բայց անհերքելի էին։ Թվերն ապացուցում էին, որ հարգանքն ու շահույթը իրարամերժ չեն։ Բավարարվածության հարցումները ցույց էին տալիս հետողական բարելավում։ Բայց ամենից վեր աշխատակիցների հաճախորդների պատմած պատմությունները ցույց էին տալիս, որ ինչ-որ խորը բան էր փոխվել։ Շաբաթ օրվա կեսօր էր, երբ Գարեգինն անսպասելի զանգ ստացավ։ Գծի մյուս ծայրում մի կանացի տատանվող ձայն խնդրեց խոսել իր հետ։ Սոնան էր։ Նախկին սպասարկողը, որն ազատվել էր աշխատանքից այն ճակատագրական օրը։ Գարեգինը զգաց, որ սիրտը արագանում է։ Չգիտեր, ինչ սպասել։ Համաձայնեց հանդիպել նրա հետ իր տան մոտ գտնվող սրճարանում, մի ժամի, երբ շատ մարդիկ չէին լինի։ Պայմանավորված օրը Գարեգինն առաջինը հասավ։ Սուրճ պատվիրեց, սպասեց, անհանգիստ։ Երբ Սոնան մտավ, նա գրեթե չճանաչեց նրան։ Նա փոխվել էր։ Ոչ միայն ֆիզիկ, ապես ավելի նիհար, ավելի քիչ խնամված տեսքով, քան նախկինում, այլ հիմնականում աչքերում։ Այնտեղ խոնարհություն կար, տխրություն, բայց նա մի վճռականություն, որը նա չէր հիշում նրա մեջ տեսած լինելուց։ Սոնան նստեց, շնորհակալություն հայտնեց, որ նա համաձայնել է հանդիպմանը, մի քանի վայրկյան լուռ մնաց, կարծես քաջություն էր հավաքում։ Վերջապես, սկսեց խոսել. Պարոն Շահնազարյան, ես գիտեմ, որ իրավունք չունեմ այստեղ լինելու որևէ բան խնդրելու։ Գիտեմ, որ սարսափելի եմ վարվել ձեր դստեր հետ, որ այն ամենը, ինչ ինձ հետ պատահեց, իմ սեփական գործողությունների հետանքն էր։ Բայց ես պետք է գայի այստեղ երկու բանի համար։ Առաջինը, իսկապես ներողություն խնդրելու։ Ոչ այն ներողությունները, որոնք ես խնդրեցի այն օրը, սարսափած, որովհետև կորցնելու էի աշխատանքս։ Այլ իրական ներողություն մեկից, ով 6 ամիս անցկացրել է, հասկանալով, թե որքան սխալ էր։ Նրա ձայնը դողաց։ Ես դաժան եմ եղել մի երեխայի հետ։ Ձեր դստեր։ Եվ որքան էլ փորձեմ արդարանալ ասելով, որ չգիտեի, թե ով է նա, ճշմարտությունն այն է, որ դա կարևոր չէ։ Ես դաժան կլինեի ցանկացած երեխայի հետ այդ իրավիճակում։ Եվ դա ինձ խորապես ամաչեցնում է։ Գարեգինը լուռ լսում էր, դիտելով նրա յուրաքանչյուր արտահայտությունը, յուրաքանչյուր արցունքը, որը սկսում էր ձևավորվել Սոնայի աչքերում։ Նա շարունակեց. Վերջին ամիսներին ես աշխատանքի եմ անցել մի հասարակ խանութում։ Վաստակում եմ այն գումարի մի մասը, որը վաստակում էի նախկինում։ Վաղ եմ արթնանում, քրտնաջան աշխատում, հոգնած տուն վերադառնում։ Եվ գիտեք, թե որն է զավեշտալին։ Ես երջանիկ եմ։ Ավելի երջանիկ, քան այն բանկում էի, այն լավ աշխատավարձով, բայց փտած հոգով։ Որովհետև հիմա ես տեսնում եմ մարդկանց, որոնց սպասարկում եմ։ Տեսնում եմ նրանց պատմությունները, նրանց պայքարը, նրանց երազանքները։ Եվ յուրաքանչյուրին վերաբերվում եմ այն հարգանքով, որը նրանք միշտ պետք է ստացած լինեին ինձնից։ Նա դադարեց, մաքրեց արցունքները անձեռոցիկով։ Գարեգինը համբերատար սպասեց։ Երկրորդ պատճառը, որի համար եկել եմ այստեղ, շնորհակալություն հայտնելն է։ Ես գիտեմ, որ տարօրինակ է թվում շնորհակալություն հայտնել մեկին, ով քեզ աշխատանքից ազատել է, ով քեզ խայտառակել է, ով քեզ նվաստացրել է։ Բայց ճշմարտությունն այն է, որ պարոնը ինձ նվեր մատուցեց։ Այլս չձացնելու նվերը։ Այն մարդու տեսակի հետ առերեսվելու, որին ես վերածվել էի։ Եվ փոխվելու հնարավորություն ունենալու։ Եթե պարոնը պարզապես նկատողություն աներ առաջ անցներ, ես կշարունակեի լինել նույն սարսափելի մարդը։ Բայց պարոնը դա չարեց։ Պարոնը ինձ ստիպեց դիմակայել իմ արարքների հետանքներին։ Եվ դա, որքան էլ ցավոտ լիներ, ինձ փրկեց ինքս ինձնից։ Գարեգինը խորը շունչ քաշեց։ Սոնա, ես ընդունում եմ ձեր ներողությունը։ Եվ հիանում եմ ձեր քաջությամբ այստեղ գալու համար։ Բայց դուք պետք է հասկանաք, որ ձեզ փոխողը դուք ինքներդ եք եղել։ Ես պարզապես ստեղծեցի իրավիճակ, որտեղ դուք այլս չէիք կարող թաքնվել։ Իրական փոփոխությունը ներսից եկավ։ Ես գիտեմ։ Եվ դրա համար էլ ուզում եմ մի բան խնդրել։ Ոչ աշխատանք։ Ես գիտեմ, որ արժանի չեմ, որ դա անպատշաճ կլիներ։ Բայց ուզում եի իմանալ, արդյոք կարող եմ մասնակցել ձեր ընկերության առաջարկած վերապատրաստումներին։
Իմ գրպանից վճարելով իմ ազատ ժամանակին։ Որովհետ ես իսկապես ուզում եմ սովորել։ Ուզում եմ գործիքներ ունենալ, շարունակելու բարելավել։ Եվ ուզում եմ ապագայում կարողանալ կիսվել իմ պատմությամբ այլ մարդկանց հետ, ովքեր գուցե նույն սխալներն են գործում, ինչ ես եմ գործել։ Գարեգինը զարմացավ խնդրանքից։ Այն անկեղծ էր։ Երկրորդ մտադրություններ չկային, շահարկման փորձ չկար։ Անմիջապես համաձայնեց։ Ավելին, ասաց, որ նա կարիք չի ունենա վճարելու։ Բայց մի պայման դրեց. Դուք կմասնակցեք վերապատրաստումներին։ Եվ երբ պատրաստ զգաք, ձեր պատմությունը կպատմեք նոր աշխատակիցների խմբերին։ Առանց գեղեցկացնելու, առանց ամոթը թաքցնելու, առանց հերոսուհի երալու փորձի։ Կպատմեք, թե ինչպիսին էիք, ինչ արեցիք, ինչպես փոխվեցիք։ Որովհետև ձեր պատմությունը կարող է կանխել ուրիշների նույն սխալները գործելը։ Սոնան ընդունեց, հուզված։ Գնալուց առաջ նա մի բան խնդրեց. Արդյոք մի օր ես կկարողանամ ուղղակիորեն ներողություն խնդրել Սոֆյայից։ Ոչ հիմա, նա չափազանց փոքր է։ Բայց երբ նա մեծանա, երբ կարողանա հասկանալ։ Ես կցանկանայի, որ նա իմանար, որ այն վատ կինը, որը նրան վատ վերաբերվեց, նրա շնորհիվ ավել ի լավ մարդ դարձավ։ Գարեգինը ժպտաց։ Երբ ճիշտ ժամանակը գա, ես կկազմակերպեմ այդ հանդիպումը։ Բայց իմացեք, որ Սոֆյան, իր ձով, արդեն ներել է ձեզ։ Երեխաներն ունեն ներելու մի ունակություն, որը մենք, մեծահասակներս, կորցրել ենք։ Մի օր նա ինձ հարցրեց. արդյոք դուք փոխվել եք։ Եվ երբ ես ասացի, որ հուսով եմ, որ այո, նա պատասխանեց, որ բոլորն արժանի են ավելի լավը դառնալու շանսի։ Նա 5 տարեկան է արդեն դա հասկանում է։ Գուցե մենք պետք է նրանից սովորենք։ Սոնան այդ սրճարանից դուրս եկավ այլ կերպ, քան մտել էր։ Ավելի թեթ, ավելի հուսով։ Եվ Գարեգինը մնաց այնտեղ, վերջացնելով իր սուրճը, մտորելով, թե ինչպես են ներումն ու քավությունը փոխակերպման հզոր գործիքներ։ Պատժելն անհրաժեշտ էր, բայց իրական փոփոխության համար ուղիներ ստեղծելն էր, որ երկարատ տարբերություն էր ստեղծում։ Նույն շաբաթ Գարեգինին հրավիրեցին հարցազրույցի մի մեծ լսարան ունեցող հեռուստահաղորդման։ Հաղորդավարը ցանկանում էր խոսել սոցիալապես պատասխանատու ընկերությունների մասին, ընտրել էր նրա պատմությունը որպես օրինակ։ Գարեգինը համաձայնեց, բայց մի ահանջ դրեց, ուզում էր Սոֆյային իր հետ տանել։ Նկարահանման օրը Սոֆյան գեղեցիկ էր, դեղին զգեստով մազերը ժապավենով հավաքած։ Բայց Գարեգինը պրոդյուսերին խնդրեց նա ցույց տալ նրա լուսանկարն այն օրվա, 6 ամիս առաջ, կեղտոտ լաց լինելիս։ Հակադրություն էր ուզում։ Ուզում էր, որ մարդիկ տեսողականորեն հասկանան, թե ինչ էր պատահել։ Երբ հարցազրույցի ժամանակը հասավ, հաղորդավարը սկսեց սպասվող հարցերով, կառավարման, սոցիալական պատասխանատվության, կորպորատիվ արժեքների մասին։ Գարեգինը համբերությամբ պատասխանեց, բայց պարզ դարձավ, որ նա ցանկանում է խոսել ավելի խորը բաների մասին։ Վերջապես, հաղորդավարը հարցրեց. Ինչն իրականում փոխվեց պարոնի մեջ այն օրվանից հետո։ Գարեգինը նայեց Սոֆյային, որը նստած էր կողքի աթոռակին, ոտքերն օրորելով ժպտալով տեսախցիկներին։ Ես հասկացա, որ կայսրություն էի կառուցում, բայց կորցնում էի կապը իրականության հետ։ Ես վերին հարկերում էի, նայում էի հաշվետվություններին, տոնում էի նպատակները, մինչդեռ ներքում, այնտեղ, որտեղ մարդիկ հանդիպում են, որտեղ կյանքն իրականում տեղի է ունենում, իմ անունից դաժանություն էր գործադրվում։ Եվ ամենավատն այն է, որ ես կարծում էի, թե բավական է լավ մտադրություններ ունենալ, սոցիալական ծրագրեր ունենալ, նվիրատվություններ անել հաստատություններին։ Բայց հայտնաբերեցի, որ եթե իմ սեփական տանը, իմ սեփական ընկերությունում մարդկանց վատ էին վերաբերվում, ապա մնացած ամեն ինչ կեղծավորություն էր։ Իսկ ինչպես եք հիմա հավասարակշռում շահույթի, էթիկայի միջ, բիզնեսի մարդկայնության միջ, հարցրեց հաղորդավարը։ Գարեգինը մի պահ մտածեց։ Գիտեք, այս հարցը սխալ նախադրյալից է բխում, որ շահույթն ու էթիկան հակադիր են, որ մարդկայնությունն ու բիզնեսը չեն խառնվում։ Բայց ճշմարտությունն այլ է։ Ընկերությունները կազմված են մարդկանցից։ Սպասարկում են մարդկանց։ Գոյություն ունեն մարդկանց շնորհիվ։ Եթե դուք լավ եք վերաբերվում մարդկանց, հաճախորդներին, աշխատակիցներին, դուք կառուցում եք ինչ-որ ամուր բան։ Եթե վատ եք վերաբերվում, դուք կառուցում եք ինչ-որ բան, որը ցանկացած պահի կարող է փլուզվել։
Իմ թվերը բարելավվեցին փոփոխություններից հետո, չվատացան։ Բայց նույնիսկ եթե վատանա, ես կպահպանեի փոփոխությունները, որովհետև կան բաներ, որոնք սակարկելի չեն։ Մարդկային արժանապատվությունը դրանցից մեկն է։ Այնուհետ հաղորդավարը շրջվեց դեպի Սոֆյան։ Իսկ դու, Սոֆյա, ինչ սովորեցիր այս ամենից։ Աղջիկը, այն անկեղծությամբ, որը միայն երեխաներն ունեն, պատասխանեց. Սովորեցի, որ կարևոր չէ, թե ինչպիսին է մարդը դրսից։ Կարող է կեղտոտ լինել, կարող է հին հագուստով լինել, կարող է հոգնած լինել։ Ներսում բոլորը նույնն են։ Բոլորն ուզում են, որ իրենց հետ լավ վարվեն։ Եվ սովորեցի նա, որ երբ մենք սխալ բան ենք տեսնում, պետք է խոսենք։ Նույնիսկ եթե վախենում ենք։ Որովհետև եթե մենք չխոսենք, ոչինչ չի փոխվի։ Ստուդիան մի քանի վայրկյան լուռ մնաց։ Հետո, ինքնաբուխ ծափահարություններ։ Հաղորդավարը տեսանելիորեն հուզված էր։ 5 տարեկան երեխայից գալիս են խոսքեր, որոնք շատ մեծահասակներ պետք է լսեին։ Երբ հաղորդումը եթեր հեռարձակվեց, արձագանքը հսկայական էր։ Սոցիալական ցանցերը պայթեցին մեկնաբանություններից։ Ոմանք ծափահարում էին Գարեգինին։ Մյուսները քննադատում էին, ասելով, որ նա մարքեթինգ է անում սեփակ։ Դստեր հաշվին։ Ամեն ինչ կար։ Բայց ամենաշատը հայտնվեցին պատմություններ։ Հարյուրավոր, հազարավոր մարդիկ կիսվում էին իրավիճակներով, որտեղ իրենց դատել են արտաքինով, որտեղ իրենց վատ են վերաբերվել, քանի որ կարևոր տեսք չեն ունեցել, որտեղ իրենց անտեսանելի են դարձրել իրենց սոցիալական վիճակի պատճառով։ Այդ պատմություններից մեկը հատկապես հուզեց Գարեգինին։ Դա Աննա Պետրոսյան անունով մի կնոջ պատմությունն էր, 52 տարեկան մաքրուհու։ Նա պատմել էր, որ աշխատում է բարձրակարգ արտրային շենքում, որ ամեն օր իրեն վերաբերվում են, կարծես անտեսանելի լինի։ Մարդիկ մտնում էին վերելակներ ծածնում, թե նա գոյություն չունի։ Անցնում էին նրա կողքով միջանցքներում առանց ողջույնի։ Բողոքում էին, եթե նա մաքրում էր մի ժամի, որը նրանց անհանգստացնում էր։ Բայց ամենաշատը, գրել էր նա, ցավեցնում էր, երբ տեսնում էր, որ փոքր երեխաներին ծնողները սովորեցնում են իր հետ չխոսել, կարծես վարակիչ լիներ։ Աննան հաղորդագրությունն ավարտել էր, ասելով, որ Սոֆյայի պատմությունն իրեն հույս է տվել։ Հույս, որ գուցե հաջորդ սերունդը տարբեր լինի։ Որ գուցե Սոֆյայի նման երեխաները, որոնք սովորել են տեսնել իրական մարդկանց, մեծանան ավելի լավ աշխարհ կառուցեն։ Գարեգինը կարդաց այդ հաղորդագրությունը լաց եղավ։ Ոչ թե տխրությունից, այլ պատասխանատվությունից։ Պատասխանատվությունից շարունակելու պայքարել, թույլ չտալու, որ իր պատմությունը դառնա պարզապես մեկ այլ գեղեցիկ պատմություն, որը մարդիկ կիսվում մոռանում են։ Այն պետք է լիներ կենդանի մի բան, որը կշարունակեր ոգեշնչել իրական փոփոխություններ։ Այս մտքով Գարեգինը ստեղծեց Սոֆյա հիմնադրամը, ոչ արտրային կազմակերպություն, որը նվիրված էր կորպորատիվ միջավայրում նախապաշարմունքի խտրականության դեմ պայքարին։ Հիմնադրամն առաջարկում էր անվճար վերապատրաստումներ, խորհրդատվություն այն ընկերություններին, որոնք ցանկանում էին փոխել իրենց մշակույթը, ամենակարևորը, ստեղծում էր տարածքներ, որտեղ Աննայի նման մարդիկ կարող էին կիսվել իրենց պատմություններով, իսկապես լսելի լինել։ Հիմնադրամի բացումը տեղի ունեցավ հոկտեմբերի մի անձրոտ օր, ուղիղ 1 տարի այն օրվանից, երբ Սոֆյան մտել էր մասնաճյուղ։ Գարեգինը պնդեց, որ արարողությունը լինի հենց կենտրոնի մասնաճյուղում, նույն այն վայրում, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ Հրավիրեց աշխատակիցների, հաճախորդների, լրատվամիջոցների, ամենակարևորը, սովորական մարդկանց, որոնք ունեին հաղթահարման խտրականության դեմ պայքարի պատմություններ։ Հյուրերի թվում էր պարոն Մանուկը, այժմ ընկերության մարդկային հարաբերությունների տնօրենը։ Այնտեղ էր Ռուբենը, որն այդ տարի դարձել էր երկրի կորպորատիվ կարեկցանքի ամենահարգված հրահանգիչներից մեկը։ Այնտեղ էր ուսուցչուհի Նարինեն, որը շարունակում էր կյանքեր փոխել ծայրամասում։ Այնտեղ էր Սոնան, որն այդ ամիսներին կատարել էր իր պարտավորությունը, կիսվելու իր պատմությամբ վերապատրաստումներում, օգնելով ուրիշներին չգործել իր սխալները։ Եվ այնտեղ էր նա Անահիտը։ Նա մի քանի ամիս առաջ գրել էր Գարեգինին, պատմելով իր աշխատանքի մասին միկրովարկավորման ոլորտում, այն մասին, թե ինչպես է վերջապես գտել ավելի մեծ նպատակ, քան պարզապես գումար վաստակելը։ Թույլտվություն էր խնդրել ներկա լինելու, ոչ թե որպես ուշադրության կենտրոնում, այլ որպես լուռ վկ, որ փոփոխությունը հնարավոր է։ Գարեգինը համաձայնել էր։ Արարողությանը Սոֆյան էր, որ կտրեց բացման ժապավենը։ Նյարդայնացած էր, բայց ուրախ։
Գարեգինը բռնեց նրա ձեռքը շշնջաց. «Այս ամենը գոյություն չէր ունենա առանց քեզ, փոքրիկս»։ Բայց Սոֆյան, իր նոր լրացած 6 տարիքից ավելի իմաստուն, ուղղեց. «Ոչ, հայրիկ։ Սա գոյություն ունի շատ մարդկանց շնորհիվ, ովքեր արդեն տառապել են երբեք ձայն չեն ունեցել։ Ես ուղղակի այն մեկն էի, ում բախտը բերեց քեզ որպես հայր ունենալ։ Բայց շատ Սոֆյաներ կան, որոնց ոչ ոք չի լսում»։ Գարեգինը գրկեց դստերը, հուզված։ Ինչպես էր նա մեծացել։ Ինչպես էր այդ ցավոտ փորձառությունը ձավորել ոչ միայն իրեն, այլ նրան։ Սոֆյան այլս պարզապես արտոնյալ աղջիկ չէր լինի, որը մեծանում է պղպջակի մեջ։ Նա կլիներ մեկը, ով ճանաչում էր, թեկուզ մակերեսորեն, մերժման խտրականության ցավը։ Եվ դա նրան ավելի լավ մարդ կդարձներ։ Հաջորդ ամիսներին Սոֆիա հիմնադրամը սկսեց իրական տարբերություն ստեղծել։ Հարյուրավոր ընկերություններ դիմեցին վերապատրաստումների համար։ Հազարավոր աշխատողներ վերապատրաստվեցին։ Դա սնյակ ներքին քաղաքականություններ վերանայվեցին։ Եվ ամենից վեր, կարևոր խոսակցություններ սկսեցին տեղի ունենալ։ Խոսակցություններ անգիտակցական կողմնակալության, արտոնության, կարեկցանքի, ավելի արդար հասարակություն կառուցելու մասին։ Դա հեշտ չէր լինի։ Մշակութային փոփոխությունը երբեք հեշտ չէ։ Հետընթացներ եղան։ Հուսահատության պահեր եղան։ Մարդիկ եղան, որոնք դիմադրեցին, որոնք քննադատեցին, որոնք փորձեցին անօրինականացնել աշխատանքը։ Բայց Գարեգինը չհանձնվեց։ Ամեն անգամ, երբ մտածում էր կանգ առնելու մասին, նայում էր Սոֆիային, հիշում այն օրը, երբ նա լաց լինելով մտավ այդ մասնաճյուղ։ Հիշում էր այն ամոթը, որը զգացել էր։ Եվ այն խոստումը, որը տվել էր ինքն իրեն, որ դա այլս երբեք չի կրկնվի, ոչ միայն իր դստեր, այլ ոչ մի երեխայի, ոչ մի մարդու հետ։ 2 տարի անց, մի առոտ շաբաթ առավոտ, Գարեգինը Սոֆիային տարավ այցելելու կենտրոնի մասնաճյուղ։ Դա անսպասելի այց էր, պարզապես հայր ու դուստր, որոնք անցնում էին այնտեղով։ Զգուշորեն մտան։ Սոֆյան, այժմ 7 տարեկան, դեռ հիշում էր այն օրը։ Նայեց ջրի ցայտաղբյուրին, նանկյունին, որտեղ լաց էր եղել, այն վաճառասեղանին, որտեղ սպասարկողները նրան նվաստացրել էին։ Բայց հիմա միջավայրը լիովին տարբեր էր։ Բոլոր տեսակի մարդիկ կային, որոնց սպասարկում էին ուշադրությամբ հարգանքով։ Մի տարեստիկին համբերատար օգնություն էր ստանում մի երիտասարդ սպասարկողից, բանկի հավելվածից օգտվելու համար։ Առաքիչի համազգեստով մի տղայի խորհուրդներ էին տալիս ներդրումների վերաբերյալ նույն լրջությամբ, ինչ կտրվեր գործարարին։ 2 փոքր երեխաների հետ մի մայր իր տրամադրության տակ ուներ մանկական անկյուն, որտեղ կարող էր թողնել նրանց խաղալ, մինչ ինքը լուծում էր իր հարցերը։ Սոֆյան ուշադրությամբ դիտում էր ամեն ինչ։ Վերջապես, ասաց. «Հիմա այստեղ ավելի լավ է, չէ՞ հայրիկ»։ «Այո, սիրելիս։ Շատ ավելի լավ։ Իսկ գիտես ինչու։ Որովհետև հիմա նրանք հիշում են, որ բոլորը մարդ են։ Որ բոլորը հարգանքի են արժանի»։ Գարեգինը ժպտաց։ Ճիշտ այդպես։ Դուրս գալուց առաջ Սոֆյան խնդրեց ջուր խմել։ Գարեգինը զգաց, որ սիրտը սեղմվում է, բայց համաձայնեց։ Աղջիկը քայլեց դեպի ջրի ցայտաղբյուրը, նույնը, ինչ 2 տարի առա։ Բայց այս անգամ մի սպասարկող անմիջապես մոտեցավ ժպիտով։ «Ուզում ես օգնեմ հասնել, սիրելիս», հարցրեց նա քնքշորեն։ Սոֆյան ժպտաց։ «Ես կարող եմ, շնորհակալություն։ Բայց շատ լավ է, որ հարցնում եք»։ Սպասարկողը աչքով արեց նրան, վերադարձավ աշխատանքի։ Սոֆյան խմեց իր ջուրը, հանգիստ։ Հետո բռնեց հոր ձեռքը, դուրս եկան։ Դրսում, արոտ մայթով քայլելիս, Սոֆյան հարցրեց. «Հայրիկ, կարծում ես, ես հավերժ կհիշեմ այն վատ օրը»։ Գարեգինը ծնկի իջավ նրա հասակին։ «Գուցե հիշես, դուստրս։ Բայց հուսով եմ, որ կհիշես ոչ թե որպես տրավմա, այլ որպես մի պահ, որը շատ կարևոր դասեր սովորեցրեց շատ մարդկանց։ Դու օգնեցիր փոխել մի ամբողջ համակարգ։ Օգնեցիր մարդկանց, որոնց նույնիսկ չես ճանաչում։ Եվ դա մեծ, գեղեցիկ բան է»։ Սոֆյան մի պահ մտածեց։ Ուրեմն արժեր դրա միջով անցնելը։ Գարեգինը գրկեց դստերը։ «Ես կցանկանայի, որ դու երբեք չտառապեիր։ Բայց քանի որ տառապեցիր, այո, արժեր այն, ինչ հետո եկավ։ Փոփոխությունները, դասերը, դիպած կյանքերը։
Այս ամենն իմաստ ունի։ Մեքենա վերադառնալիս Գարեգինը մտորում էր վերջին 2 տարիների մասին։ Այն մասին, թե ինչպես մի պարզ կեսօր մի ծարավ երեխա բացահայտված դաժանության մի պահ վերածվել էին շատ ավելի մեծ բանի։ Փոփոխության մի շարժման, որը շարունակում էր աճել։ Մտածեց Սոնայի մասին, որն այժմ դասախոսություններ էր կարդում երկրորդ շանսերի քավության մասին։ Անահիտի մասին, որը նպատակ էր գտել, օգնելով ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին ստանալ արժանապատիվ վարկ։ Ռուբենի մասին, որը նոր առաջնորդներին սովորեցնում էր մարդ լինել, նախքան կառավարիչ լինելը։ Պարոն Մանուկի մասին, որը վերջապես ձայն իշխանություն ուներ, կատարելու այն փոփոխությունները, որոնք միշտ ցանկացել էր։ Աննայի մասին, մաքրուհու, որը դարձել էր հիմնադրամի խոսնակ, կիսվում էր իր պատմությամբ համալսարաններում, ընկերություններում։ Բոլոր նրանց մասին, ովքեր, հուզված Սոֆյայի պատմությունից, որոշել էին ավելի լավը լինել, ավելի լավ անել, ավելի լավ կառուցել։ Դա կատարյալ ավարտ չէր։ Դեռ շատ աշխատանք կար անելու։ Դեռ գոյություն ուներ նախապաշարմունք, խտրականություն, դաժանություն աշխարհում։ Բայց դա սկիզբ էր։ Կարևոր սկիզբ։ Հիշեցում, որ փոփոխությունը հնարավոր է, երբ քաջ մարդիկ որոշում են չընդունել անընդունելին։ Եվ այս ամենը սկսվեց 5 տարեկան մի աղջկանից, որն ուղղակի մի բաժակ ջուր էր ուզում։ Մի աղջկանից, որը չգիտեր, որ փոխում է աշխարհը, պարզապես լինելով ինքը։ Մտնելով մի վայր, որտեղ իրեն չէին սպասում։ Պնդելով իր ճշմարտությունը, երբ ոչ ոք չէր հավատում։ Լաց լինելով արցունքներ, որոնք լվացին կեղծավորությունը, բացահայտեցին մի իրականություն, որը պետք է փոխվեր։ Սոֆյան, ձեռք ձեռքի տված հոր հետ քայլելով այդ արոտ առավոտ, լիովին չէր հասկանում իր սկսածի մեծությունը։ Բայց մի օր կհասկանար։ Մի օր կիմանար, որ փոխակերպման գործակալ է եղել։ Որ իր փոքրիկ ձայնը արձագանքել է սրտերում մտքերում։ Որ իր ցավը բուժում է դարձել շատերի համար։ Եվ Գարեգինը, նայելով դստերը, հպարտություն էր զգում։ Ոչ միայն այն ամենի համար, ինչ նա հրահրել էր, այլ այն բանի, թե ում էր նա վերածվում։ Մի աղջկա, որը տեսնում էր մարդկանց։ Որը կասկածի տակ էր դնում անարդարությունները։ Որը հավատում էր, որ բոլորն արժանի են բարության։ Մի աղջկա, որը նույնիսկ վատ վերաբերմունքի է։ Ժանանալուց հետո դեռ կարողանում էր ներել, դեռ կարողանում էր հավատալ մարդկանց լավագույնին։ Եթե յուրաքանչյուր երեխա այսպես դաստիարակվեր, մտածեց Գարեգինը, ինչպիսի աշխարհ կունենայինք։ Մի աշխարհ, որտեղ արտաքինը արժեք չէր սահմանի։ Որտեղ քնքշությունը կանոն կլիներ, ոչ թե բացառություն։ Որտեղ արժանապատվությունը իրավունք կլիներ, ոչ թե արտոնություն։ Դա մեծ երազանք էր։ Գուցե ուտոպիական։ Բայց մեծ երազանքները սկսվում են փոքր քայլերից։ Եվ Սոֆյան, առանց իմանալու, արել էր այդ քայլերից մեկը։ Մի քայլ, որը տարբերություն ստեղծեց։ Մի քայլ, որը փոխեց հետագծեր։ Մի քայլ, որն ապացուցեց, որ նույնիսկ ամենափոքր ձայները կարող են ուժեղ արձագանքել, երբ կարճ ճշմարտություններ են ասում։ Տուն վերադառնալիս, երբ Սոֆյան երգում էր հետի նստատեղին, Գարեգինը մտածում էր ապագայի մասին։ Հիմնադրամի ապագայի, իր ընկերությունների ապագայի, բայց հիմնականում դստեր ապագայի մասին։ Թե ինչպիսի կին նա կդառնա։ Ինչ արժեքներ կկրի։ Ինչպես կօգտագործի իր արտոնյալ դիրքը, աշխարհում տարբերություն ստեղծելու համար։ Բայց մի բան նա հաստատ գիտեր. Սոֆյան երբեք չէր լինի այնպիսին, ինչպիսին այն սպասարկողներն էին։ Երբեք մարդկանց չէր չափի նրանով, թե ինչ ունեն կամ ինչ տեսք ունեն։ Որովհետև նա սովորեց, երեխայի համար ամենացավոտ ձով, որ անարդարացիորեն դատվելը ցավեցնում է։ Եվ այդ ցավը, վերածված կարեկցանքի, նրան կուղեկցեր ողջ կյանքի ընթացքում։ Դա այն ամենն էր, ինչ մի հայր կարող էր ցանկանալ։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Սոֆյայի Գարեգինի պատմությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք այս փոխակերպման ճանապարհորդությունից, եթե մտորեցիք, թե ինչպես եք վերաբերվում ձեր շրջապատի մարդկանց, եթե որոշեցիք լինել ավելի բարի, ավելի ուշադիր, ավելի մարդկային, սեղմեք հավանել կոճակը հենց հիմա։ Բաժանորդագրվեք ալիքին, բաց չթողնելու մեր պատմությունները, որոնք բացահայտում են մարդկային բնության լավագույն վատագույն կողմերը, որոնք մեզ ստիպում են լաց լինել, բայց նա լցնում են հույսով։ Եվ պատմեք մեկնաբանություններում, դուք երբե բախվել եք նախապաշարմունքի իրավիճակի կամ ականատես եղել, թե ինչպես են մեկին անարդարացիորեն վատ վերաբերվում։ Ինչ եցիք։
Ինչ կանեիք այլ կերպ այսօր։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի լարված պատմություններ, որոնք մեզ հիշեցնում են, որ փոքր ժեստերը կարող են մեծ փոփոխություններ առաջացնել, որ երբեք ուշ չէ փոխվելու համար, որ ի վերջո ամենակարևորն այն է, թե ինչպես ենք մենք վերաբերվում միմյանց։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, մեկ պատմությամբ, որը կխառնի ձեր զգացմունքները, կստիպի ձեզ աշխարհը տեսնել այլ կերպ։